Ցեզ ուրեմն ժամանակն է սկսելուն շնորհակալ եմ ձեր բոլորին ռոսեք երրորդ նիստն է անցյալ շաբաթ անցյալ երկուշաբթի այս բզդիկ շարքին առաջին բաժիններ ընդհանուր վերնակիրն ունին այս երկու դասախոսությունները ընդհանուր վերնակիրներ եւ արխիվին չորրորդ եզրը կամ չորրորդ չափումը շաբթվան ընթացքին կարծեմ Մարինեին հետ խոսակցամ ընթացքին այդ լսեցի այդ նախատասությունը որ արարգություն մներ ծևովը որ կարծես թե ինտրիգի բագաս մգար անցյալ շաբաթ ուրեմն ես հասկացի վստահ չեմ որ այսօր պիտի ելնա ինտրիգը որ այսինքն ենթադրեմ սկիզբը վերջավորությունը սպասումը դերմը մեկնել եւ դերմը հասնել անցյալ շաբաթ բացատրեցի որ մեր ավետարանը եթե շարունակվի այս շարքը արխիվին շուրջ քիրք մնե որ լույս տեսած է գարդեմ 2005-ին այս ֆոտոկոպիներուն վրա որ ես հրացեմ թվականը չեմ դրած քիրք մնե որ գոչվի անքերեն է Lost in the Archives այսինքն գործված բորուսյալ արխիվներուն մեջ հեղինակ Ռեբեկա Կոմե որ փիլիսոփային մնե Տորոնտո քիրքը ինքը կատալոգ մնե ցուցանտեսի մը Տորոնտո դերի ունեցած եւ 800 քիրք մնե ուրեմն որ մեջ ամեն ինչ կա որ վերապերի արխիվի քաղաքարին կամ գիրառումին եւ արվեստապաններու գոմե եւ արվեստագետներու եւ փիլիսոփաներու եւ ուրեմն ուղղակի արիտգար գործվելու արխիվներու մեջ եւ անցյալ դարի 2008-ին իվերջոյիմ աշխատանքներս մեկը եղավ կամ մգասևերումներս մեկը ջամփամը պահալ այդ ստվար հաղորդին մեջ որպեսի պամահասկ իվերջո արխիվել եթե արխիվ այդ կամպանը միենուն ժամանակ ուրեմն ինչ պետք է ելնել ծևովը սանք միավորումի փորձը հաջողցնելու համար եւ ուրիշ աշխատանքներ ըրած էի անշուշտ ես ավելի փիլիսոփայական արխիվի հացքին շուրջ եւ սակայն այդ աշխատանքները այս քիչ գարտալով մտածածներս կովկովի բերելով ավասիկ արխիվը ամենա բարձր դժվար ծերվը ներկայացնելու այն է որ ունի 4 ես կբազացնեմ որ անշուշտ եւ անուններ աբիլի դամ անցյալ շաբաթ այդքան հստակ անուններ չէի դված ուրեմն այդ եզրերուն կամ այդ չափումներուն չէ 4 չափում 3 առավել 1 ուրեմն իմացապանական, վգայապանական, տեխնապանական եւ չորրորդը որ արվեստապանական պիտի գործենք եւ պիտի անցնենք քանի մը ամեն մեկու մասին, բայց պիտի գտնեմ այս երկրորդ 4 կուլիկունի այսօրվա խոսելիքս, երկրորդին սկիզբը իմացապանական պիտի բացատրեմ ամենասկիզբը այսօր վերստին վերապերի մեր գիտության այսինքն աշխարհը ընկալելու մեր ծևերուն որ գիտություն կգոչենք եւ իմիջիալոց կգոչենք մարդկային գիտություններ որ քանի դասնյակներ են մոտավորապես 200 տարի է վեր քանի որ ինչ որ մարդկային գիտություն կգոչենք գոյություն ունի այդ ծևով մեզի համար տանտավոր են գազմված մոտ 200 տարի է վեր հոս անշուշտ միտքիս մեջ մեծ հողումը Միշել Ֆուկոն է, Միշել Ֆուկոյի իրեր և պարեր կիրկը, բայց գրնանք մորնալ Միշել Ֆուկոն, այդպես է, Միշել Ֆուկոյի պետք չունենք 200 տարի է վեր այս մարդկային գիտություններ ոչված գդիր է և գդիրաբետ է և անոնց մեջ իբրև գետրոնական ուսմունք, գրտանք կամ մարզ պանասիրությունը
ուրեմն երկու տարի վեր փարասիրությունը, ասենք մեր գլուխներում վրա գայնած մեր դերը գխոսի, մեր դերը գորոշի ամեն ինչ եւ այլն, չէ՞։ Այո, այդ մեկը փաստադրեցի անցյալ տարի, ուրեմն հոս այդ փաստադրածը յանթադրված է, ասենք չեմ գնար ամեն ինչ գտնել։ Այդ մեկ եւ երկրորդ Երբ որ ծանոթությունը գար այս բզիկ շարքին, երկու ընթերցումներ առաջարկված էին, մեկը Բորխեսեն այս մեկ էջնոց պատմվածքը, որ էթնոգրաֆեր գոչվի, հոսե երկու դարբերակով հայերեն ջրի, բայց գրնական անգլերեն կամ ռուսերեն գարտալ, անգլերեն ինտերնետն առնված է ուրեմն սիրողական թարգմանությունն է, ռուսերենը չեմ գիտեր, բայց կաղապարն գուտա թե ինչի մասին է 1969 Բորխես քիրկը ռադարագած է, որ գոչվի մտակնության պարապանություն ծևովմը, որում մեր դարիլ է դեսնել անշուշտ ինքնագերսակրականքից մեր քանի որ դարիներ է իվեր գույր էր գամած գույր դտարնար և արդեն 69-ին չէր գնար դեսնել և երկրորդ մեծ հողումը, որում մասին պիտի խոսիմ այսօր Վալտյա Բենյամինի 1935-39 քանի անգամ վերստին կրված այդ գարձեմ կարևոր ուսումնասիրությունն է, որ գոչվի, եթե հայրենի թարգմանեմ, արվեստի գործը իր տեխնիկանական վերարտադրելիության ժամանակաշրջանին։ Այսինքն դերեմը սկսյալ արվեստի գործը քանի որ միջոցներ ունի տեխնիկ միջոցները վերարտադրվելու, նույնությամբ վերարտադրվելու, ուրեմն չի գնահատել այն այդ վարգանենը սկսյալ ինչ որ էր առաջ։ Այս ուրեմն անցյալ անգամ մսածներս են, մեկ-երկու բան ևս վերնակիրներով, որպեսզի գիտնանք թե ինչի մասին կխոսեմ գոր, իմացապանական սկիզբը պիտի բացատրեմ, վգայապանական Ջորջո Ագամբեն քիրկն ունի 1995-ին, ուր արխիվի հղացքը հանգարց Երևան գուկա վերջին գլուխին մեջը, քիրկը գոչվի Remnants of Auschwitz, այսինքն Auschwitz-ի մնացորդածը, քիրկը ենթախորակիրմ ունի, անգլերեն գսեմ գոր, ես այդ քիրկերը անգլերեն և ֆրանսերեն գարտացած եմ, իդալերեն քիրկեր են, չէ, Ագամբենին քիրկերը, բայց գրեթե ամենջապես թարգմանված և իր իդալերեն այնպիսին չէ, որ գարելի պետք է լավ պայման վերադառնալու իդալերեն, ենթախորակիրն է անգլերեն The Witness and the Archive, այսինքն վգան և արխիվը, ուրեմն հոն հստակորեն Ագամբենը կոնե, առնելով իր արխիվի կաղապարը հղացքը կամ հասկացությունը Միշել Ֆուկոյի հին, կրուչենեմ 1970-ի ճանաչումի հնապանությունը քիրկեն, ուրեմն մեզի բացատրե փամը վգայակության մասին, կամ վգայության մասին, կամ վերապրողներու վգայության մասին, և մեկ խոսքով, մեկ բառով գրնամ ասել, գուզե վգայությունը սվածը ազատել, ազատակրել արխիվեն։ Չեմ բացատրեր, ուրեմն պետք է գարտալ այդ մեկ քիրկը, ուրիշ ինչ հղումդվի Ժակ Դերիդայի 1994-ի քիրկը, նույն դարիներում գկրվին որ այս բոլոր քիրկերը, այդ մեկ քիրկը, որ գոչվի ֆրանսերեն Մալդախշիր և անգլերեն Archive Fever, որ հայերեն գտակմանեմ արխիվախտ, բարձապես, արխիվախտի մասին քիրկմն է Դերիդայի։ Ուրեմն այսօր այս և մնացյալը չեմ գիտեմ, մնացյալը հոս է, այս Ռեբեկա Կոմեին քիրկի մեջը, ինչ որ դվերապերի արվեստին և այսօր պիտի խոսիմ Վալտյա Բենյամինի մասին, բաժին ունիմ հոս Վալտյա Բենյամինի և ուրեմն արվեստի գործի մասին այդ շրջանին, երբ որ ուրեմն արխիվը կդիրաբետ է, արձանագրության նոր միջոցներ և արխիվը կդիրաբետ են։ Ուրեմն չորի առաջին բաժինը դվերապերի իմացապանության, երկրորդ գենթատրեմ երկրորդ վգայապանության, հավանաբար երրորդը չեմ իշերգոր, չորրորդը Բորխեսա անություն։ Ուրեմն թիվ մեկ։
Tivmek Dasavardyan, Tujvar Dasavardyan Nerbiliyelan, Uremen Shatir. Deveraperin Megumă Fransații Crorimă vor anunț Michel de Certeau. Michel de Certeau, vestacem vor lăsați, Fransații, Batmapan, Betkesel, vor unii ca nimășat care vor chilcher. Annoncement maker, Kazarina Jotanasune Hingin, Francerengo Gochvi, l'écriture de l'histoire. Aisinkan, Batmucham Kraruma. En clair, ce Michel Volinci Vestakman Vadze, the writing of history, the writing history. Michel de Certeau, Vochmiam Batmapaner, el Batmapan l'ale aracestis, Gambien Jamanak Hisusian Vartabetma, Bidi Patsadrem, Iverciu Irgiankin Medzrakir Neremedă, Gamaracin Zrakir vorbesc Batmachet în Batmapan, Crelia Hadze, Dasneiot Raktaru, Fransații, Fransai, Meci, Zavaladz, Mistic, Hortascați, Șarjumin, Batmuciună. Kirkin Mecne vor gochvi Batmucian Kraruma vor Hangard derma Nulisc Franceren dar Peradin Mece Eciergor Dasnveți Krerem Geișețne Iergu Darjagan Pajanum Zadoroșum Vorong Irachkin Găpațadren Tarerun Tatskin Batmucian vorbesc Marz Ev Gărtank, Ev Ascaprucian vorbesc Marz Ev Gărtank, Zonuntă. Aisincan, Mia Jamanak, Ev Pohatat, Zonuntă. Ev Leviștrosin Velov, găse Meggormega, Kidagan Meggormega Panavori, Ev Musgorme Cravori, Panavori Ev Cravora, Ev Uremenea Zadoroșimu de Dajarvi, Raganuceam Meci Kidagan Corzoniuceam Daratskin Meci, Ev Uremen Panavori Ev Cravori Micev, Pajanum Zadoroșumne, Vorg Tsevovma, Amena Barz, Pațahedumne, Haspănălu Amar, dar Peragumă, Asta Crucian, Ev Batma Crucian Micev. Meggorme Panavoră, Musgorme Cravora, Mincevima Șatjvarcem. Ev Grot Pajanum Zadoroșumă, de Veraperi, Hitucian, Usumnasfiraz, de Vial Nerun. Aisankam voci te ambaiman te irenkin cibra gehimnevin ailinci Usumnasirel. Aisankan anor Kiducian Ararganerun, Ev pun Kiducian Micev Koyațo, Gam Koyanalik, Haraperucian Desac Nerun. Ev aitmet Pajanum Zadoroșumă, Noren, Levistrosi Hamatzain, Găse Michel de Certeau, Gansni, Kidagiț Ardairuciun Nerun, Ev Ankidagiț Baiman Nerun Micev. Garzeste, Ankidagiț Baimanneră, Ascaprucian Arargan Bilielain, Ev Kidagiț Ardairuciunneră, Batma Crucian. Ev Hascanalievor, Ais Polor Zadoroșumneră vor venenkor, încă Gehișețne Hos, Jamanagiantatskin, Tareruantatskin, Barbatrazenixin, Ev Cigain Gasnioterortarun, Uleman Shadbarzor Enkos, Michel de Certeau Lăsazaine vor, de as Kiduciunner vor mer Kiduciunner nenaisor, Tantavoren miain irens Derășinazen, Irarmezat Velov, Ev Iraganucian Meci, Irenkis Steazelov, Irensk Iraganuciuna. Eburemen ason kişeleyet că Michel de Certeau care să ne devială, Zarakirin Masin vorbesc Batmachet, vorbesc Batmucian Batmachet, e bucă bine în Jamanak. Batmachet, e Batmucian Batmachet, că ne vor Batmuciună cigar întmiști, e mezie spasor Havidena Ganuteneme Iver, ail încă Irgarkin Batmuciun Mungi. Eburemen găse devială. Găse Batmucian e vasca Crucian Micev. Ansnil, urem nativ Zarakirne, urem Guze, Ansnil, Batmucian, Evesca Crucian, Mecen, Ansnil, Kanima Harțuner Tănelov, Gam Harțer Haruțanelov, aha, Imiat Nevadardas. Nu inis ca Baracain, Gaelice, Panavorie, Cravor, Năgadel, Gaiun, Darrej. Voronț, Gabatsuciuneră, Gam Cacvilneră, Verluzelov, Bidipavararveing. Anong, Stolocuciuneren, categorianeș, Vorong,
իրերա հաջորդ միավորներու մեջ կհամագարկվին։ Այսինքն պատմական տարբեր միավորներ գրնան պատմության ընթացքին փոխվիլ եւ անոնք իրենց գարկին գայուն միավորներ չեն կամ դարժեր չեն, այլ կփոխվին ամեն մեկ, ասենք ամեն մեկ սիստեմին համաձայն, որոնց մեջ կգտնվին։ Ուրեմն նորեն նսեմ, կգներենք, անոնք ստորոքություններ են, որոնք իրերա հաջորդ միավորներու մեջ կհամագարկվին։ Քրավորի եւ բանավորի փոխադարձ կերտավորումները իրար որոշատվեն, այսինքն իրար որոշեն։ Մեկ անգամ ընդմիշտ չեն դրված, որպես գրավոր, որպես բանավոր։ Անոնց փոխկապակցությունները, որոնց մեջ են տերմինները կփոխվին նույնքան, որքան տերմիններու միջև հարաբերությունները, գարցանակրվին պատմական գերբարանավորումներու շարարակի մեջ։ Ուրեմն հոս նորեն, հստակորեն, ինչ որ 75-ին գրված են այս դողերը, այսինքն Ֆուկոյի 68-ի Պարեր եւ իրեր գիրքեն 7 տարի վերջը, հստակ է, որ հանրացականությունը Ֆուկոյեն գուկա, նմանությունները բացահայտ են, բայց Ֆուկո երեչակավոր գործին մեջը երբեք խնդրո արագաչեր թարգծած պատմականության եւ ասկակրության պատմական նշանակությունը Կամ եթե անդրադարձած էր անոնց իր գիրքին վերջին 10-րդ գլուխին մեջ, եթե գարտակ օրմը, չեմ գիտեր ինչ լեզվով, ֆրանսերեն, ռուսերեն կամ անգլերեն իրեր եւ բարեր գիրքը, ֆրանսերեն Memoires les choses, անգլերեն ինչպես թարգմանված է The Order of Things, եթե հասնիկ մինչև 10-րդ գլուխ, կտեսնեք հոն ուրեմն էջեր նվիրված են եւ պատմականության եւ ասկակրության, բայց ոչ թե այս նշանակի ձևով իրենց պատմությունը եւ պատմության ընթացքին իրենց զարգորոշումը բացահայտելու ձևով, ուրեմն երբեք հաճեր թարգծած Ֆուկո անոնց փոխադարձ քոյացումը եւ անոնց ստորոքություններուն, ծրագիրներուն, մեթոդներուն փոխկապակցված պատմական ծնունդը։ Եվ ուրեմն իրականության մեջ Փարաբաշարի նմանությունը նշмарելով հանդերձ կգարձեմ, որ դեսերտոյի ստացողոս դատարյալ նորություն է, նորությունը, որում ոչ պատմակետները անշուշտ, որտեղ պատմակետները չեն մտածել, ինչպես գիտեք այս մասին։ Ոչ ալասկակիր մարտապանները ավելիով կարևորություն տված են, ուզեմ ասել չեն տված։ Դեսերտոյին այդ ծրագրային ու մեթոդապանական նկատողությունները կհայտնվին ուսումնասիրության մեջ, որ ինքը այդ գիրքի մեջ նվիրած է 17-րդ դարու ճանապարհորդ Ժան դե Վերիին, որ շրջա 17-րդ դարու սկիզբն է, շրջադուրույթ մրած էր, Ֆրանսիային մինչև Բրազիլ, ինչ-որ Բրազիլ պիտի կարնար, Բրազիլի մեջ ապրած էր երկար դարիներով և վերադարձին ճանապարհորդական զեկույցը հրադարակած, գիտեք 17-րդ դարու սկիզբի մեծ հատկանիշներն մեկն է, այդ բազմապատկումը ճանապարհորդներու զեկույցներուն, որոնց հիման վրա կամաց խաղապարն կկազմվի Եվրոպայի մեջ նախ այլի մասին, որ օդարեն դուրս ուրիշներ կան քաղաքագրություններ, ինչ-որ երբեք պիտի չգոչեին քաղաքագրություններ, կան վայրերիներ, եւ երբ որ Շեքսպիրի Կալիբանը դարտակ, ինչպես կգոչվի այդ մեկը The Tempest, Կալիբանի դիբարը, վայրենի դիբարման է, որ Շեքսպիր անշուշտ ինչպես գազմած է իր մտքի մեջը, հիման վրա այս տեսակի ընթերցումներու վայրենի դիբարման, որ ոչ պնիգի դիբարման է, ոչ ալ անվայման ասենք հետո գազմված ասկակրության արարգան որպես դիբար, բայց պես վայրենի դիբարման է։ Ուրեմն կվերադառնամ Ժան դե Վերիին, որ սի շրջադուրույթ մեռած էր Ֆրանսիային Բրազիլ, հոն ապրած եւ այլն։ Ժան դե Վերիին այդ զեկույցով հետաքրքրված է դեսերտո, նախ որովհետև անոր մեջ գարձես քրավորի եւ բանավորի միջև արդիական դարբերագումին տեսակը անմիջական նախապատմությունը կարելի է գարտալ, մենք քրավոր է, իրենք բանավորը, այդպիսի բանը։ Բայց ուրիշ պատճառով նաև այդ զեկույցին մեջ կտեսնվի թե ինչպես պատմականորեն կտեղավորվի բանավորի քրավորի դարբերագումը որպես գործիք։ Կմեջբերեմ, որպեսզի հասկանաք այս մեկը ինչ կնշանակե, դեսերտո, այդ դարբերագումը բանավորի քրավորի միջև կդառնա գրքնագի աշխատանքի գործիքը, որում միջոցով կստեղծվի մեկ կողմէ վայրենի մարդունե հարաբերությունը, մյուս կողմէ գրոնական ավանդության հարաբերությունը։ Մեկ կողմէ վայրենին, մյուս կողմէ գրոնականը կսե։
եւ այս գտնագի աշխատանքին երկու երեսները միայն ժամանակ կբարձվին գստականան իրենց թիմակիցը, յուրահատուկ թիմակիցը եւ հետեւաբար միասին պետք է ուսումնասիրվին բարձ պատճառով որովհետեւ դեսերտո ըսիցեզի դասավարյան առաջ ասպարեզով փիլիսոփաչեր, այլ պատմակետ եւ Հիսուսյան միապանության պատկանող վարդապետ, ինքնին կսահմաներ որպես պատմակետ եւ պատմակրության կամ պատմագիտության մարզի մեջ մտածեր յուրահատուկ աշխատանքով ապա Բրեմոնին հետքերուն վրա ուսումնասիրելով 17-րդ դարու ֆրանսիացի միստիկներու քրությունները։ Եվ ուրեմն ինչ էր իր խնդիրը, շատ հստակ դանչալից հարցումի մցեվով դեսերտոին դտրվեր, հետևյալն է հարցումը, ինչպես հավանաբար ծրված էր իր մի առաջ այդ Բրեմոնին, երբ 17-րդ դարու միստիկները ուսումնասիրեք, 200 կամ 300 տարի վերջը, դուք անոնց մեկը չեք, դուք անոնց միայն ուսումնասիրողն եք։ Եվ գմեկնիկ նորադեսակ տիրամյունեմը, այսինքն ուրիշ սկզբունքներ են, որ պատմագիտական սկզբունքներ են, ոչ թե գրոնական կամ միստիկ։ Եվ ուրեմն այդ դեսանգյունեն, որ հայտնորեն պատմական ու պատմակրական է, գրնակ այսուհանդերձ դուք ցեզ նկատել անոնց մեկը, այդ միստիկներեն մեկը, կամ ոչ, այսինքն այդ շրջանը վերջացած է թե ոչ, եթե վերջացած է, ուրեմն ցերտիկ թիրքը ինչ է անոնց հանդեպ, երբ որ զանոնք ուսումնասիրեք որպես պատմակետ, կամ եթե վերջացած չէ, ինչ է ցերապեր հարաբերությունը այդ միստիկ բանին ավանդության հետ, որ 17-րդ դարու ավանդությունն էր։ Ուրեմն, առաջին մեծ հարցումը դեսերտոին այս եղած է, այդ գաբակցությունը իրեն իր որպես պատմակետ, անոնց հետ որպես միստիկ։ Դեսերտարասխան այդ հարցումին, որ գրնակ, դուք ցեզ նկատել անոնց մեկը, միանշանակ չէ անշուշտ, այո կամ ոչ չէ, շատ բարդ պատասխան մնա իրականության մեջ, որովհետև պատմագրությունը իր գարկին որպես մարդ, որպես գրտանք կազմված է իրացիական իմաստով 17-րդ դարին սկսյալ գրոնական ավանդության հետ որոշակի հարաբերություն ստեղծելով գսելինքը այն բաղուն եւ պատմագրությունը առաջին փորձերը գներ ասկապրուտենեն զատվելու եւ ինքնուրույն թիմակիցը ստանալու համար նորեն բացատրեմ ասիկա երբ որ ուսումնասիրեք շրջանը 17-րդ դարու սկիզբը որպես պատմակետ բայց ուսումնասիրեք շրջանը որուն մեջ պատմագրությունը այսօրվան իմաստով գազմված չէր ուրեմն այդ մարդիկը որ ձեր ուսումնասիրության առարգան են իրականության մեջ կպատկանեն իմացաբանական ամբողջովին տարբեր շրջանի եւ դուք ուրեմն ձեր շրջանեն գնային կանոնց եւ գուզեք հասկանալ թե անոնց մտահոգությունները իրենց գրոնական ավանդությունը որ չափով ի վերջո որոշած է առաջվնե հարաճակունե ինչ որ դուք գնեք այսօր 300 տարի վերջը այո հետևաբար եւ ամեն բարակայի գսե դեսերտո գայլիչե պատմակիր ու պատմակեդը լալ գայլիչե մանավանդ 17-րդ դարու խորհրդասկացության միստիցիզմի պատմակիրը լալ առանց անդրադառնալու պատմագրության թանտա կամ հանգարձակի գազմավորման որպես ժան, որպես գրտան, որպես մարզ ոչ թե պետք է հեռանալ մեր փիլուտենեն ինչպես դնե Բորխեսի Ֆրեդ ինչերանունը մրդոկը Տարնալու համար արխիվիստ, այլ հնապանը տարնալ այդ գիտության, հնապանը տարնալ այդ գիտության, այսինքն վերադառնալ այդ գիտության գազմավորման փուլերուն, մեկ քայլի հետ, մինչև հոն ուր այլևս կտեսնես, որ այդ գիտությունը չի գա իրականության մեջ, քանի որ այդ տարբերակումը այդ գիտությանի ուրիշ գիտություններու միջև չէ կոյացած դակավին։ Այդ է հնապանությունը և դեսերտու իմաստով, և դերմը ծևողմը Ֆուկոյի իմաստով։ Մյուս գիտությունները թերևս պետք չունենան այդ հետադարձ շարժումը դադարելու, բայց գրոնական ավանդության պատմագրությունը անիմաստ պիտի ելար, եթե չդադարեր միևնույն ժամանակ ինքն իր հնապանությունը։ Ամեն գիտություն դերմը և ամեն բարակայի մարդկային գիտությունները և մարդկային գիտություններու մեջ ամեն բարակայի ասկապրությունը և պատմագրությունը ստիպված են ամեն վարգյան ընելու, գադարելու իրենց հնապանությունը։ Եվ եթե ասացվածը ճիշտ է պատմագրության համար,
չի գնալ ճիշտ չլալ նաև միևնույն է ասկարության համար։ Ասկակիրը, ինչպես պատմակիրը, ստիպված են այդ աշխով վերադառնալու այն պատմական բախուն, երբ Տակավին զադորոշում, դարբերագում չդար իրենց մարզերուն միջև, այն բախուն, երբ ջեղտը ձերբը սկսած էր փածվի իրենց գրտանքներում միջև, տնելով փանավորը մեկ կողմը, քրավորը մյուսը, վայրենին հոս, քաղաքագիրտը հոն, եւ այդ ծավալը ստեղծելով մեր արտիկիդություններու, հասկացություններու, ստորոքություններու ոլորտը, այն ոլորտը, որում մեջ եւ որում մեջ են, կհասկանանք մենք մեզ, հասկանալով աշխարհը։ Այլ խոսքով, գրոնականին հետ պատմական, գիտական հարաբերությունը չի գնահատել զուտ տեսողական, տեսականական, արարգայական, ի վերջո չի գա արարգայական գիտություն այդ իմաստով։ Քանի որ ամեն արարգայական գիտությունը ստիպված է բերելու ինքն իր արխիվը, այսինքն իր պատմությունը, ընելու իր հնապանությունը ամեն վայրկյան։ Չկա դեպքնեմ գրոնականին հետ պատմական գիտական հարաբերություն, պատմական հարաբերությունը չի գնահատել զուտ տեսողական, տեսապանական կամ տեսական, արարգայական, քանի որ իր գարքին գախյալ է պատմական, գիտական հայացքին գազմավորում են, եւ քանի որ այդ գազմավորումը դելի ունեցած է դեղացրելով, տարբերակելով օրինակ վայրենին եւ գրոնականը։ Եվ ուրեմն այո, գտնի դժվար մասմներ գտեսնեք այս երեք էջերը, ապշեցուցիչ պարտություն մգահոз, որ այս երինային պարտությունն է պետք է ասել, որտեղ ինքը դեպի գրոնական հակված միտքն էր, եւ չէր գնալ գրոնական ուսումնասիրող պատմակիրը լալը զադել իր գրոնական հագումեն։ Եվ ապշեցուցիչ պարտությունը, որովհետև գիտական, պատմագիտական հայացքը անգախ չէ իր արարգայեն, գրոնական ինչսի գիտական, պատմագրական հայացքը անգախ չի իր արարգայեն, հայացքը անգախ չի իր արարգայեն, հայացքը կազմված իր արարգային հետ միաժամանակ և արարգան հայացքին հետ միաժամանակ։ Այս առաջին բաժիններ, գներեք եթե քիչիկ մը ծրվար էր, բայց ի վերջո ինչ պիտի պահենք հասկե, ինչ որ պիտի պահենք այն է, որ ի վերջո այդ գիտությունները, կոնե այդ երկուքը, պատմագրություն և հասկացություն, ստիպված են ամեն վայրկյան իրենց հնապանությունը ունելու, որպեսզի փամ հասկանան իրենք իրենց ռազի մասին։ Երկարատեն չէր եղած, բայց շատ լավ գիտեք, որ քոնի հասկացության բարակային վերջին 30 տարիներուն ի վերջո ամբողջովին ներքին տագնապի հետևանքով հասկացությունը ևս միայն այդ կնեկրեթե, չէ, իր հնապանությունը ուրիշ բան դրանցունի հասկացությունը, չէ, միայն իր հնապանությունը գնե, քանի ուրիշ բան չի դառնալն է։ Եթե ուրիշ բան ուներ, եթե մնար իր արշանցիրքին վրա, այսինքն ուսումնասիրել վայրենին, ինքսին կտավաճանած կլարցելով նոր գիտակցությամբ։ Եվ եթե այդպես է, Բորխեսի այդ բզդիկ պատմվածքը, ուր ասկակիրմը յադասարդ ուսանողմը գերտա գամրամորդներու ծաղախմպիմը մեջ, գապրի իրենց հետ, գտարնա իրենց մեմեգը և դերմը իրեն փոխանցվի իրեն իր այդ ծեղախումպին կախնիկը և այն վարգյանին, երբ որ կախնիկը ծերկ կպեր է, ուրեմն ծեղողը կողնա կախնիկը, քանի որ գանեդանա գերտա և մեմնա չի վերադառնալու պայմանով, բայց երբ որ կվերադառնա իր դեղը, իր պրոֆեսորին հետ խոսակցում ունենա, ասելով որ գիտեք ես ավարտաճարս, PhD-ս, դոկտորաս, իրի չկրեմ, և երբ որ պրոֆեսորը փորձի հասկանալ թե ինչու խոստում դված ես որ պիտի չհայտնես կախնիկը, ոչ անշուշտ ոչ մեկ խոստում չէ դված, կամ արդյոք անգլերենով կարելի չէ այդ կախնիկը ասել, ոչ, այդ կախնիկը ամեն լեզվով կարելի է ասել, այդ չէ հարցը։ Եվ այդքան, ոչ կախնիկի մասին ավելի գիտենք, ոչ էլ իր որոշումին մասին, միայն գիտենք թե այդ ուսանողը պիտի չկրե իր ավարտաճարը և պրոֆեսոր պիտի չդառնա երբևիցե, այսինքն ասկակի։ Եվ միայն վերջավորության մեկ դողով ունենք Բորխեսը դսե ամուսնացավ, ամուսնալուծվեցավ և դարձավ Ել համալսարանի մեջ քրատարանապետ, այսինքն արխիվիստ։ Հիմա երկրորդ բաժին։ Նախորդ նիստին ընթացքին զադորոշեցինք արխիվի 4 տարբեր եզրեր կամ չափումներ։
Առաջին եզրի մասին ասինք, որ գվերապերել իմացապանության, այսինքն մեր իմացության, մեր գիտության պատմական ծևերուն ու որոշատրումներուն։ Այս է որ բացատրեցի, թե ինչպես էլ է, որ մեր գիտությունը, քանի որ Բորխես գործած է, մեր գիտությունը բարը, մեր գիտությունը այն է ինչ որ կգոչենք մարդկային գիտություններ, այսինքն մեջը գրնակցնել հասկացություն, պատմություն, բանասիրություն եւ այլն։ Ուրեմն մեր գիտության պատմական ծևերուն եւ որոշատրումներուն մեր իմացության պատմական ծևերուն եւ որոշատրումներուն վերաբերի։ Առաջին չափումն է, առաջին եզրն է, եւ բացատրեցի մոտավորապես թե ինչ է այդ առաջին չափումը, առաջին եզրը, թե ինչ է հարցը հոն։ Հարցը այդ հնապանությունը կատարելու անհրաժեշտությունն է ամեն գիտության համար։ Եվ ուրեմն ամեն գիտություն մեկ անգամ միշտ որոշված առարգանությունի, առարգաները իրենք կորոշվին պատմականորեն։ Եվ ուրեմն հայացքը կգազմվի առարգային հետ, առարգանը կգազմվի գիտական հայացքին հետ, միևնույն ժամանակ։ Ուրեմն այս է առաջին չափումը։ Երկրորդ չափումը կվերաբերել վկայակրության եւ պատմական այն դեպքերուն, որոնք կարծեք հատուկ էին 20-րդ դարուն, այն դեպքերուն, որոնք կպահանջեն վկայակրություններու անվերջանալի բազմապատկումը, այն աստիճան, որ այլևս վկայակրություններու արխիվն է, որ կգրավե մեր ամբողջ ուշադրությունը։ Կարծեք արխիվին անհուն ուրջացում անհրաժեշտ լար, որպեսզի դեպքը դառնար դեպք, իրականությունը իրականություն։ Երրորդ եզրը կվերաբերեր արխիվի նյութական արտադրության, արձանագրության միջոցներու նորոգումին։ Հետ բերելով այն հարցումը, թե արդյոք այդ նորոգումը տեսակրիչ, ցայնակրիչ, քրակրիչ գործիքներու քույդը, բարերս ստեղծեցին կոց, քանի որ ցայնակրիչ բարուն են, ուրեմն գնանք նայել տեսակրիչ բարուն են, լուսանկարչական գործիքին համար, կամ քրակրիչ բարը քրամեկենային համար, եւ ինչու՞ չէ կոմպյուտերներուն եւ այլն։ Ուրեմն հարցը այն լալով, որ այդ արձանագրության միջոցներու նորոգումը բանը կփոխե մեր իմացության, այսինքն աշխարհի իմացության ծևերուն մեջ եւ ուրեմն արդյոք իմացապանական արմատական փոփոխություններ կհարաճացնե թե ոչ։ Անցյալ անգամ հիշեցի այդ հեղինակը, որ գերման հեղինակը, որ կոչվի Ֆրիդրիխ Կիպլեր, որի երկու կարևոր գիրքերը լույս ընծայած է 1985-86-ին 25 տարի առաջ, բայց արդենից 25 տարի առաջ, որ գիրքեր, որոնք կվերաբերին Ausschreibsysteme, արձանագրության սիստեմներուն, եւ ուրեմն այն թրույթը թեզ այն լալով, որ 19-րդ դարու արձանագրության սիստեմներու նորոգումը ամեն ինչ փոխած է մեր աշխարհի իմացության մեջ։ Այսինքն աշխարհը նոր ծևերով կտեսնենք եւ օրինակ հոգեվերլուծումի պես գրթանքը ծնած է 19-րդ դարուն դերմը շնորհիվ եւ որպես հետևանք այդ ցայնակրիչ, տեսակրիչ ամեն բարակի արձանագրող գործիքներու նորոգումին։ Ճիշտ է թե ոչ, այդ ուրիշ առիթով պատասխանում։ Չորրորդ եզրը կվերաբերեր արվեստին, արվեստ կոչվածին։ Այսօր քանի վարդան պիտի հետևին Վալտեր Բենյամինի տարած աշխատանքին մտածելու համար ինչ որ ինքը Վալտեր Բենյամին կնկատի գադարյալ շրջափոխությունը արվեստի թերին, հանգամանքին, պաշտոնին եւ լալու ծևերուն եւ գգրկնեմ հոսմա այս երկրորդ բաժինի մեջ քիչ մը պիտի գնամ Վալտեր Բենյամինի այդ մեկ քրության վրա, որ 3 տարբերակներով ունենք, 3 անգամ գրած է փոփոխություններ ունելով, երկրորդ տարբերակը ունենք նաեւ ֆրանսերեն, քանի որ իր սեփակությամբ ֆրանսերեն թարգմանված է եւ այլն։ Այդ գործը կգոչվի արվեստի այդ ուսումնասիրությունը կգոչվի արվեստի գործը տեխնիկ վերարտադրելիության ժամանակաշրջանը։ Հարցը այն լալով, որ այդ վարգանեն սկսյալ, երբ որ արվեստի գործը գտնա բազմապատկվել առանց ի վերջո որ զադորոշումը կարելի ալլացնել Փնադիբի եւ Բաջանի միջև, ուրեմն ինչ կփոխվի եւ ըստ իրեն ամեն ինչ կփոխվի։ Ուրեմն Բենյամինի նպատակը ցանոթ է։ Մենք դեսնենք անցնեմ ամբողջին ուրիշ բանը։ Դգրեր այն դարիներուն, երբ Եվրոպայի մեջ ֆաշականությունը
Ֆաշիզմը կդարաձեր իր շոշափուկները մարդկային բոլոր բնակավարներում մեջ։ Բենյամին գուզեր արվեստի այնպիսի տեսականություն առաջացնել, որ ան իր բարերով այդ տեսականությունը գսե գադարելապես անկործածելի ելա ֆաշականության նպատակներում, ֆաշիզմի նպատակներում։ Եվ փոխադարձաբար կործածելի ելա արվեստի քաղաքականության հեղափոխական բանջներով փանացվում է։ Եվ նորեն գծիկ մեջ բերումն է արվեստի կորձը տեխնիկ արհեստագիտական գներեք վերարտադրելիության ժամանակաշրջանի աշխատասիրության վերջին բարբերությունը գտնե նույն առաջացանքը հետևյալ բարերով եւ պիտի մեջ բերեմ։ Գսե վերջին դողերն են այդ ուսումնասիրության, գսե նախ լատիներեն մեջ բերում անելով fiat ars pereat mundus թողալա արվեստը թողորձանի աշխարհը գսե ֆաշականությունը Բادرազմեն սպասելով ինչպես գխոստովաներ Մարինետի տեխնոլոգիան գոմե ավարտված սկարանականության քարվեստական կոհացումը լավ սկզբունքն է այս մեկը արվեստի համար իր գադարելակորձման հասած մարդկությունը որ ադենոք Հոմերոսի շրջանին ողիմբիական աստվածներուն համար հայեցության արարդա էր հիմա դառնա հայեցության արարդա ինքն իրեն համար ինքն իր օդարումը այնպիսի աստիճանի հասած է որ գրնա իր իսկ բնաչնչում ապրիլ որպես քաղաքական քերակոյն վայելք այդ է քաղաքականության քերակիտացումը ֆաշականության գոմե գիրարդված անոր պետք է հագատրենք արվեստի քաղաքականությունը ուրեմն այդ իր մոտոն եղած է իր բնականը վերջին դարիներում ի վերջո եւ այս երկրորդին մեջ նա եւ դարբերակին որ 36-ի դարբերակն է ճիշտ այս բարերով որ ֆաշիզմը քանի որ քաղաքիդացնե քաղաքականությունը պետք է անոր հագատրել արվեստի քաղաքականությունը Ուրեմն այս նյութերը գարձեմ նոր չեն և նույնիսկ գարձեմ որ անցյալ դարի այս մասին խոսած էինք այս արվեստի անհրաժեշտ քաղաքականացումի մասին մինչև իսկ Բենյամինի անունը մեջ բերելով և կբացատրենք թե ինչպես և ինչու նազիներու ֆաշիզմը հումանիզմի գդարելակործումն էր եթե անուն որ հետևեցան գույշեն որ ինչպես նազիզմը հումանիզմի գդարելակործումն էր քանի որ հոն մարդկությունը կամ մարդկայնությունը արվեստակետ քաղաքակետին Cum նույններ նազիներուն համար գսե Բենյամին, բայց նազիները իրենք գսեն Բենյամինին պետք չունեին գսեն, որ մարդկությունը մեր հում նույնն է մենք մարդկության արվեստակետներն ենք սև ջերմակի վրա որ մեր մեկներով գրնար ստեղծել նոր մարդկությունը նոր առասպելապանությունը և մասամբ նորին ասոնք Բենյամինի այսօրվան գարջարոտ կնարգումից ընդանուր համաձիրը կգազմեն Հոն հասնելու համար Բենյամին գնե երկու բան և հիմա գմտնեմ գոր այդ հոդվածին մեջ, այդ ուսումնասիրության մեջ Նախ ցույց կտա, որ արվեստի հին հասկացությունն ու հասկացողությունը իր արժեք ու նշանակությունը գործընծուցած է Երբ բաժենի և բնադիպի հագացությունը իզորուկ չէ այևս Այս հասկանալի է և առաջին անգամը չէ որ լսեմ գոր Բայց Այդ առաջին պաստարգը հայտնապես քաղաքական չէ թեմ տնելու համար քաղաքականության քաղաքիդացումին։ Երկրորդ պաստարգը գանցնի իր ուսումնասիրության մեջ շարժարվեստի, ֆիլմի, սինեմայի, պայմաններու քննարկում են։ Ամեն մարդ գիտեր թե նացիական Գերմանիան ինչպես ինքը գիտեր իր հաշվույն օգտագործել զանգվածներու բացառիկ սերը այդ նոր երևծած պատկերագրումի միջոցին նկատմամբ։ Կարևորը ուրեմն զանգվածներու եւ ֆիլմի այդ հարաբերությունը հասկանալն է։ Զանգվածներու եւ ֆիլմի հարաբերությունը հասկանալն է, որպեսզի կարելի է լա իրականության հետ սկայրանական կապ հաստատելու այդ նորատեսակ ձևը, որ ֆիլմն է, սինեման է, իրականության հետ կապ հաստատելու ձևն է, կամ իրականությունը ստեղծելու պիտի բացատրել, այդ նոր ձևը վերակրավել ֆաշիզմի ցերկեն
եւ կամ նացիական քարոզչականության ցերքեն։ Հասարակությունը դսե Բենյամին պետք է իվիճակի լա դիրաբերելու իրականության հետ ըսկարանական հարաբերության այդ նոր երևույթ հնարավորություններով։ Նորեն ասեմ, պետք է հասարակությունը իվիճակի լա դիրաբերելու իրականության հետ այդ հարաբերության, այդ ըսկարանական հարաբերության, ասեմ, ուղղակի ըսկարանքներուն հետ կապված են, այդ ըսկարանական հարաբերության նոր երևույթ հնարավորություններով։ Երբ ոս պարմ գործած է կերմաներեն, ինչ որ ես կտակմանեմ ըսկարանական հարաբերություն, ձինը սվանեմուն, որ անգլերեն կտակմանեն, որ sense perception, ինչու չէ։ Ուրեմն իսկապես ըսկարանական հարաբերություններուն մասին է, Գարձես թե ըսկարանական հարաբերությունները գփոխվին, գջոխանան, գշրջափոխվին, երբ որ տեխնիկ նոր միջոցներ կան, ինչպես ֆիլմը։ Եվ ուրեմն պետք է հասարակությունը դիրաբեդե այդ փոփոխություններուն եւ այդ հարաբերության։ Եթե չդիրաբեդե անոնց, տեխնոլոգիական միջոցները պիտի կործածվին որպես բնաջնջումի միջոցներ։ Ավելի չեմ ուզեր զարգացնել այդ սեր կապակցությունը, որ գտնե Բենյամինը շատ հստակ երբով, ինչ որ հստակ է այն է, որ վերարտադրելիության պայմանները մաքսյան իմաստով արտադրության պայմաններուն հետ առնչված են, հստակ է Բենյամինին համար։ Նույնիսկ եթե այսօր կրնանք այդ տպավորությունը ունենալ, որ ֆաշականության հատուկ քաղաքացիությունը չսպառնար մեզի անմիջականորեն, չէ, այլևս ֆաշիզմ չի գա իբր թե մեր շուրջը, ինչպես կսպառնար 30-ական թվականներուն Բենյամինի աշխարհին մեջ, այսուհանդերձ կարելի է Բենյամինի կատեգորիաները, ստորոգությունները բահել եւ հետևցնել, որ արվեստագետներուն վերաբախված են էական բարդականությունը, որ է բերել, փորձարկել, հայտնաբերել, ոչ թե իրականությունը մարդկային կամ ընկերային, ինչ որ հասարակ դերիք մը պիտի ելլար, ամեն մարդ կսե, որ պետք է իրականությունը բերել, հայտնաբերել եւ այլն, այլ բերել, փորձարկել, հայտնաբերել, իրականությունը մեզի համար իրականություն դարձնող միջոցները։ Միջոցները փորձարկել, միջոցները բերել, միջոցները հայտնաբերել։ Ինչու՞, որովհետև իրականությունը արձանագրող միջոցները նաև ու միևնույն ադեն իրականությունը արտադրող միջոցներ են։ Նորեն ասեմ, իրականությունը ինչսին, իրականությունը արձանագրող միջոցները նաև իրականությունը արտադրող միջոցներ են։ Նույն իրականությունը չէ գսե Բենյամին, որ կտեսնենք, երբ որ ֆիլմի միջոցը Երևան գուկա, կանտե այն շրջանին, երբ որ չի գար։ Արվեստով կդարձենք, որ կարձանակրենք ու գարխիվավորենք իրականության նորանոր խավեր, տերևս ճիշտ է, բայց ատկի ավելի կարևոր կարձանակրենք արվեստով գուզեմ ասել ու գարխիվավորենք արձանագրության ու արխիվավորումի նորանոր խավեր։ Գասնակ նորեն ասեմ, կգարձենք, որ արվեստով գարձանակրենք կամ գարխիվավորենք իրականության դարբեր նորանոր խավեր, միշտեր ինչ-որ գնենք արվեստով արձանագրել ու արխիվավորել է արձանագրության ու արխիվավորումի նորանոր խավեր։ Եվ եթե անկիդանանք, որ մեր իրականությունը արդյունքն է արձանագրության մեր միջոցներուն, մեր իրականությունը արդյունքն է արձանագրության մեր միջոցներուն, օրինակ ֆիլմի, օրինակ լուսանկարի, օրինակ վիդեոյի, այն ադեն կշարունակենք խապկանքով ապրել, այսօրվան արվեստագետներուն բարդականությունն է ուրեմն այդ էական խապկանքեն ազատագրել մեզ, կամ նախ եւ առաջ իրենք զիրենք, եւ իրենք մեզ մե եւ իրենց մե առաջ արվեստը, չեմ դեսներ ավելի կարևոր առաջացրանք այսօրվան օրով, կտեսնենք կխոսին որոս կրետ է Վալտեր Բենյամինի պերնով, քանի որ չեմ հերանալ որ իր մեն, այս է Վալտեր Բենյամինի նստածը, մոտավորապես այո, այս է գուցե դարբեր բարերով։ Եվ ուրեմն ամբողջ քննարկումին, իր քննարկումին գիզագետը իրականություն գոչվածին եւ արձանագրության միջոցներուն փոխադարձ կապակցությունն է։ Իրականություն եւ արձանագրության միջոցն է։ Կամ արխիվավորումի
Հոս բացատրած ես Բենյամինի փորձակրության 11-րդ բարբերության, եթե գարտակ 39-ի վերջին տարբերակի 11-րդ բարբերության մեջ է, որ ամենեն հստակ ձևով գրված է, իր մեջ բերեմ երկու հատվածներ այդ 11-րդ բարբերութենեն, որ Բենյամինը ինքը ընդգծած է իր ձեռքով կգարտամ։ Եվ գարտալի առաջ, քանի որ չեմ ուզել ընդմիջել, Բենյամին գործած է գերմաներեն ապարատ պարը։ Եվ երկու ձևով, մեկը գսե դիապարատուր, մեկը գսե ապարատ։ Եվ անգլերեն ինչ է ապարատը, ապարատը արձանագրության միջոցներն են։ Սարք, ես չէ սարք, դիշտ։ Եվ անգլերեն թարգմանության մեջ թարգմանած են երկու ձևով, որ չի համապատասխանել այդ ապարատի եւ ապարատուրի միջև բանին տարբերության, եթե կա տարբերություն, մեմը թարգմանած են ապարատուս, մեմնա equipment։ Սարքավորում։ Ուրեմն սարքավորում կարելի է, ես ապարատ բառը բաղաձեմ, եթե կթույլատրեք, բայց կարելի է մտածել այս մասին։ Ուրեմն գսե, շարժարվեստի արհեստանոցի մեջ, շարժարվեստ սինեման է արևմտայրենով, շարժարվեստի արհեստանոցի մեջ ապարատը կամ սարքավորումը այնքան խոր մխրճված է իրականության մեջ, որ նույն այդ իրականության մաքուր ապարատի օդար մարմինեն անգախ հանգամանքը մասնավոր գործողության արդյունքը միայն գրնալը նորեն գարտան, հստակ չէ, շարժարվեստի արհեստանոցի մեջ ապարատը սարքավորումը այնքան խոր մխրճված է իրականության մեջ, որ նույն այդ իրականության մաքուր ապարատի օդար մարմինեն անգախ հանգամանքը մասնավոր գործողության արդյունքը միայն գրնալը Հոս իրականության ապարատեզուրգ հանգամանքը դարձած է նույն այդ իրականության ամենեն արվեստական հանգամանքը եւ անմիջական իրականության տեսքը արհեստագիտության տեխնիկի աշխարհին գաբույտ ծաղիկն է անմիջական իրականության տեսքը տեխնիկ աշխարհին գաբույտ ծաղիկն է լավ բացատրեմ բայց նորեն ուրիշ նախադասություն որ դարձան հասկանալի դիելա որ այդ աշխարհի մեջ որ ամբողջ սարքավորումներ են ծեր շուրջը բայց երբ որ ֆիլմը կտեսնեք այդ սարքավորումը չեք տեսներ բայց որպեսզի այդ իրականությունը տեսնեք որ իբր թե ամբողջովին անգախ է ովևէ ապարատ է պետք է ամբողջ տեխնիկի ամբողջ գործողությունը որպեսզի բաստարին վրա արտադրվի բանը որ տեխնիկան անգախ է ամբողջ տեխնիկին գործածությունը պետք է որպեսզի բաստարին վրա երևի բանը որ իբր թե տեխնիկան անգախ է Եվ այդ նույն բարբերության վերջավորության դսե նույն բանը, գրեթե նույն բարերով, ինչու իրականության շարժարվեստային ներկայացումը, սինեմայի ներկայացումը, անպարտադելիորեն ավելի նշանակալից է այսօրվան մարդոց համար, ուզես էլ ավելի նշանակալից, քան թե օրինակ հին նկարիչինը։ Եվ պատասխան, որովհետև իրականության ապարատեզեր ցանկամանքը կամ սարքավորում է զերծ անգամանքը, զոր արտիմարտը արբանված է բանջելու արվեստի գործեն, գաբավովի միմիայն նույն այդ իրականության խորակույն ներտապանցումին միջոցավ ապարատին գոմ է։ Այսինքն, այդ ինչը նորենս ենք, այդ ապարատեզուրկ անգամանքը դայելի աբավովել միմիայն իրականության խորակույն ներտապանցումին միջոցավ ապարատին գոմ է։ Հստակ է, և եթե անգլերեն նախադասությունը դարտակ, կտեսնեք, որ այդքան հստակ չէ իրենց թարգմանությունը, բայց հիմա չեմ ուզել գնալ գործը։ Հստակ չեմ, որ անգլերեն թարգմանիչները այս նախադասությունը ճիշտ ասացած են, դգարտացեք թարգմանությունը կտեսնեք։ Այդ Քարահադոր Բենյամինի գործերուն թարգմանության մեջ։ Ուրեմն, Կներեք, վարգեմը վարանեցա, որովհետև քանի որ անգլերեն գրել եմ ես ինձ համարվոս, հետո շարունակել եմ ասելով, անգլերենը հաճելի ասել, որ կինոյի ապահովված կամ առաջարկված ներկայացումը արդի մարդուն հանդիսադեսին գրամցնե ապարատեզուր հանգամանքը, կարծես այդելար պատճառը անոր կարևորության, նորեն ասեմ, անգլերեն նախադասությունը ամբիսից եւով կազմված է, որ կարծես թե կարևորությունը, այդ նշանակալիությունը ֆիլմային արտադրության կամ ներկայացումին
գարձես թե ապարատե զուրկ ներկայացում լար, բայց այդ չէ որ գսե Բենյամին, գսե որ կարևոր է, որովհետև կարելի անորացնել միայն տեխնիկի, առանց տեխնիկի աշխարհի վրա լիացնել միայն տեխնիկին ընդմեջ։ Ուրեմն, միշտեր անոր դսեմ որ անոր կարևորության պատճառը անշուշտ ապարատե զուրկ իրականությունը կամ իրականության բادرանքը ռամսները չէ, այլ այդպիսի իրականությունը կամ իրականության բادرանքը չկարենալ ռամսնելն է առանց խորակույն փող ներպատկապանցումով իրականության եւ ապարատի։ Ուրեմն այդ պետք է երևակայեք իրականությունը եւ այդ սարքավորումը ամբողջովին ներպատկապանցված է։ Մեկը գայելի չէ մտածել առանց մյուսը։ Եվ ուրեմն առաջին նախադասությունը որ գարտացի նույնքան հստակ էր դառումով, քանի որ դսեր հոս իրականության ապարատեզուր հանգամանքը դարձած է նույն այդ իրականության ամենեն արվեստական հանգամանքը եւ ամիջական իրականության մտեսքը կամ դեսիլքը արվեստական գիտության, տեխնիկի, աշխարհին գաբույտ զաղիքն է, գաբույտ զաղիք, այսինքն ռոմանտիկ երազ, կամ բادرանք, կամ ծպտուն։ Okay։ Բայց նախադասության մեջ միջանկյալ կա, որ լսեցիք, ուր Բենյամին գսե եւ գրնա ճուրիմացության մատնել, գսե ապարատե զուրկ հանգամանքը, զոր արդի մարդը արդոնված է բանջելու արվեստի գործը։ Արդի մարդը արդոնված է բանջելու արվեստի գործը։ Արդար բանջիմը մասին է խոսքը։ Այո, միշտ կուզենք հասնել զուրկ իրականության։ Դուք գսեք մաքուր իրականության։ Փուն իրականության։ Ուզենք հոգնակի առաջին թեմ։ Ուզենք հասնել իրականության քաղաքին։ Առանց միջամտության։ Առանց միջանկյալի։ Առանց տեխնիկի, առանց տեխնապանության։ Եվ արհեստագիտության, առանց արձանագրության, նորանոր միջոցներում։ Առանց արխիվի եւ արխիվացումի, բազմազան սևերուն եւ եղանակներուն։ Եվ այդ է որ կպահանջենք արվեստի գործեն։ Եվ արվեստի գործը սիրահոժար կդրամատրե մեզի այդ մաքուր իրականությունը։ Ինքն իր մագերեսեն կչնչե ապարատի միջամտությունը։ Եվ կչնչե զայն անշուշտ ապարատի միջամտությամբ։ Եվ այդ էր ասված այդպես չէ, գնորեն գարտամ, բակաբովի միմիայն նույն այդ իրականության խորակույն ներտապանցումին միջոցավ ապարատին գոմե։ Ուրեմն արդար բանջ, եթե ուղված է արվեստի գործին, իր հին չհեղափոխված իմաստով, քաղաքականության քեղարվեստականացման ուժերուն հանձնված, քաղաքականության քեղարվեստականացման ուժերուն հանձնված։ Բայց Բենյամինի ամբողջ պաստել ուզած այն է, որ արվեստի այդ հին իմաստն է, որ մեր աչքին արջև հետս է դե փոխած է իր էությունը, արվեստը այն չէ ինչ որ է, այլևս։ Եվ պետք է դերը լանք վերջապես այդ փոփոխության, այդ հեղաշրջումին։ Եթե չդիրաբետենք, պիտի դիրաբետվենք։ Այդ է Բենյամինի աչքին կոմունիզմի բardականությունը, գսենք կոմունիզմ կնշանակենք դիրաբետություն, լեսվիրենը սելգուդամ։ Դիրաբետություն իրականության արդարության պայմաններուն վրա։ Դիրաբետություն իրականության արդարության պայմաններուն վրա։ Քաղաքնիկը հոս իրականության եւ արձանագրության արխիվացումի միջոցներու խորակույն փող ներտապանցումն է։ Եթե փոխադարձ ներտապանցումին անշրջանցելիությունն է, զոր պիտի գոչենք, այդ փոխադարձ ներտապանցումին անշրջանցելիությունն է, զոր պիտի գոչենք միասին արխիվի օրենքը, իրականություն եւ այդ սարքավորումը փոխադարձաբար ներտապանցեն եւ գայելի չէ մեկը բյուսեն զադել արխիվի օրենքն է։ Արխիվին օրենքը փանացվելու եղանակներն մեկն է առնվազն։ Եվ Բենյամինի մեծ հատկանիշն է, որ ինքը այդ արխիվի օրենքը չի բահեր զուտ դեսապանական, փիլիսոփայական կետնի վրա, օրինակ իմացապանական նկատառումներով, ինչպես շարաչրի, չէ այդ առաջին բաժինս իմացապանական բաժիններ, ինչպես գներ Բրսերտոն,
Կամ ինչպես Բենեդերիդան, հատիկ ավելի ուշ կիրեսնենք, արխիվախտին նվիրված իր գիրքին մեջ։ Այո, Բենյամինի աչքին, արխիվին օրենքը հասկանալը, անոր համացային մտածելը շարժիլը, քաղաքական հրամայականն է։ Եթե չդերապետենք, պիտի դերապետվենք, այդ է քաղաքական հրամայականը։ Քաղաքական հրամայականն է անմիջականորեն, որտեղ եթե չնես, եթե չհասկանաս, եթե անոր համացային չմտածես ու չշարժիս, քաղաքական խապկանքի մեջ ես։ Գաբույթ ծաղիկին խապկանքը անմիջապես կշահագործվի, զանգվածները դիրապետված վիճակի մեջ բայելու համար։ Արվեստը այսօր պետք է ծառայե զանգվածներուն, գսե Բենյամին։ Որովհետև զանգվածները որբեսի, ոչ թե որովհետև, որբեսի զանգվածները դիրապետեն իրականության, արդարության, պայմաններուն, որբեսի զանգվածները դիրապետեն իրականության, արդարության, պայմաններուն ու չդիրապետվին անոնց կողմէ կամ անոնց միջոցով։ Քննադատությունը այդ մագարտակին գրնա շարժի։ Քննադատությունը ամեն ինչի, արվեստի, պայմաններու, արդարության պայմաններու, չի շարժիր հասարակական պայմաններու մագարտակին, գսե Բենյամին, իր քննադատության մասին է, գգտնեմ, չի շարժիր արդարության պայմաններու մագարտակին, այսինքն հասարակական արդարության պայմաններու մագարտակին, օրինակ տնտեսական, այսօրվան կինոարվեստը գրնահրաչացնել հեղափոխական քննադատությունը, այո, բայց հեղափոխական քննադատությունը, որ ուղղված է արվեստի ավանդական հասկացողության, ուղղված է արվեստի ավանդական հասկացողության, չէ ուղղված հասարակական պայմաններուն, որում մեջ արվեստը գարդատրվի։ Հոս համեստության խաղը գխաղահեղինակը քիչիկը մեր քննադատությունը ավելի ինչ հասնիր գսե Բենյամին, կհասնի միայն արվեստի ավանդական ծևերուն քննադատության, չի հասնիր հասարակական արդարության պայմաններուն քննադատության։ Տրամադիրական պայմաններուն մեջ գործող կինոարվեստին նման մեր քննադատությունը կհասնի միայն արվեստի հասկացողության քննարկումին, արվեստի հասկացողության քննարկումին։ Չի կհասնի զանոն պայմանավորող ընկերային հասարակական պայմաններուն։ Բայց ես համոզված չեմ հոս Բենյամինի ասածին անգերտության։ Որովհետև իրականության արդարության պայմաններուն դիրապետումը, իրականության արդարության պայմաններուն դիրապետումը առաջնակարգ է իր աչքին, չէ։ Հետևաբար արվեստի քննադատություն եւ քաղաքական դիրապետության գերբերուն քննադատությունը չեն գնար մեր ումիսեն անգախլալ, նորեն բացատրեմ։ Համեստորեն Բենյամին գսե քննադատությունը, իմ քննադատությունս կհասնի միայն արվեստի պայմաններուն։ Չի հասնիր հասարակական պայմաններուն, որ կարելի կդարձնեն այս կամ այն արվեստ։ Բայց քանի որ Բենյամինի աչքին արվեստի այդ պայմաններուն քննադատությունը իրականության մեջ կնշանակե քննել արդարության, ինչի արդարության, իրականության արդարության պայմանները, իրականության արդարության պայմանները։ Թե իրականությունը ցեզի համար ինչպես կարգադրվի։ Թե ինչ միջոցներով կարգադրվի իրականությունը ցեզի համար։ Այդպիսի քննարկումը չի գնար երկրորդականը լա, չէ՞։ Թե նորեն գսեմ, իրականության արդարության պայմաններու քննարկումը չի գնար երկրորդականը լա։ Ուրեմն ըստ Բենյամին համեստություն կխաղա, որպեսզի գարենա իր այն անձերուն, որոնց հաշիվ ուդար փիլիսոփաները Ադորնոն եւ այլն, որոնք իրեն փանի կոմունիզմի կամ մարքսիզմի ասպարեզ կգարտային, չէ, ամեն օր, ամեն վարդյան իրենց նամակներում մեջ, չէ, որ բավական մարքսիստ չէր եւ այլն։ Ուրեմն իրականության մեջ համեստություն կխաղա։ Իրականության մեջ իր աչքին կգործեն, որ առաջնագարկը իրականությունը արդարացնելու պայմաններուն քննարկումն է, թե ինչպես կարգադրվի իրականությունը նորանոր ծևերով, նորանոր տեխնիկ ծևերով, կամ ոչ եւ այլն։ Այդ է որ առաջնագարկ է, քանի որ այդ է որ պետք է դիրապետել, որպեսզի ֆաշիզմը չկարծարնի եւ չդիրապետե մեր վրա։ Այս երկրորդ բաժինից վերջավորություններ, հիմա երկու բաժին եւս կա եւ 10 վայրկյան դզդիկ ընդմիջում։
Թուն իրականության հասնելու ցանկությունը ուրեմն արդյունքն է արխիվի ախտին կամ հակառակը արխիվի ախտը անվերջանալիորեն արխիվներ գուտակելու անհրաժեշտությունը պայմանավորված է թուն իրականության հասնելու անդիրաբերելի ցանկությամբ երկուքը միաժամանակ մեկ կողմը եւ մյուսը մեկը անկախ չէ մյուսեն թունը արխիվեն արխիվը թունեն թուն իրականությունն է միսել Տարօրինակ է, չէ՞, ստիպված են գուտակելու արխիվին օրենքն է։ Գուտակենք արխիվներ, կպասվավատկենք արձանագրության եւ արխիվացումի միջոցները գտնուջումն է, որպեսզի հասնենք անարխիվին, ապարատեզուր թուն իրականության, որքան տարօրինակ։ Արխիվն է, որ կդիրապետե մեր կյանքերուն ուրեմն Արխիվը կներտապանցե մինչև խորկերը մեր իրականության մեր ըմբռնումին, մտածողական թե սկայարանական, իսկ եթե գուզենք ցերպազատվիլ անգե, եթե գուզենք մեկ կորցնել արխիվը, մոռնալ զայն, հավատալ, որ գապուն իրականություն առանց արխիվի, նորեն հպատակինք արխիվի, Եվ այս անգամ գրկնապես կհպատակինք, քանի որ կհպատակինք խապկանքով, զերձ լալու խապկանքով, եւ այդ խապկանքը իր գարքին արխիվի դիրապետութենեն թելադրված է մեզի, քանի որ արխիվին օրենքին համաձայն է, որ կհավատանք անարխիվ թուն իրականությանը։ Ամփոփումը։ Եվ սակայն, գապուն իրականության հասնելու, զայն լսելու եւ լսելու լսելի դարձնելու արտար բանջը գսեբենյան բանջադիրությունը քաղաքական իմաստով այնպես չէ մեր իրավունքն է գսենք որ իրականությունը ըսվի քիծվի հրճակվի ընդունվի բոլորին կողմէ Եվ պիտի պայքարենք մեր իրավունքները պաշտպանելու համար։ Օրինակ, որպեսզի աղետը ջանցվի, ընդունվի, իմացվի, որպես ցեղասպանական իրականություն։ Եվ հոն հասնելու համար 100 տարի վեր կամ ավելի կպասնապատկենք վկայությունները։ Կվերածենք զանոնք անմիջականորեն արխիվի։ Կարխիվացնենք և կարխիվավորենք մեր հիշողությունը, մեր հուշերը, կհպատակեցնենք մեր հիշողությունը արխիվի օրենքին, կգուտակենք պաստերը, որպեսզի վերջավորության պետք չլա ովևէ պաստի, ովևէ արխիվի, ովևէ վկայության ու վկայակրության և հայտնվի իրականությունը, մեր իրականությունը, ինչպես կսեն։ Մեր իրականության հայտնությունը մեր արտար իրավունքն է գսենք։ Եվ չենք անֆրատանար, որ այդ ընելով ու ըսելով լիովին կհպատակենք արխիվի օրենքին, արխիվախտին։ Չենք անֆրատանար մանավանդ, որ արխիվի օրենքը նաև թայիջին օրենքն էր։ Քանի որ թայիջն էր, որ մեզ շատ առաջ մտածած էր իր արարքը այդ օրենքին համաձայն։ Եթե արխիվին օրենքը չլար, թայիջը ինչպես գրնար խորիլ հարաճակուն է իր ոճիրը գազմագերբելու մասին, որպես անիրական։ Այսինքն չպատահած։ Եվ անիրական կնշանակի միայն մեկ բան անարխիվ։ Ինչ որ կնշանակի ոչ թե մարդկային էակներ մերցնել, խմբովին, զանգվածովի, այլ մարդկային էակին մեջ վգան մերցնել, նույն բանը կնշանակի մարդկային էակին մեջ վգան մերցնել և թեպքը հղանալ որպես անիրական և անարխիվ։ Մարդկային էակին մեջ վգան մերցնել, որպեսզի հետո արխիվի օրենքին համաձայն վերապրողները ստիպվին անվերջ անդադար իրենց մեջ վգայի մահվան մասին վգայել, կարծես թե կարելի է լար, վգայի մահվան մասին վգայել, քանի որ մեռած են։ Եվ այդ պատճառով իսկ խելակարվին,
կլակարներու զանգվածիմը վերածվել։ Քանի որ մեզ մեր բան չված է, վգայի մահվան մասին վգայել։ Թուն իրականությունը ուզել, թուն իրականության մեր իրավունքը պահանջել, եւ այդ դնելով ավելի քան երբեք արխիվի օրենքին հպատակել, ամբողջովին դիրապետված, քանի որ արխիվին օրենքը Թահիջին օրենքն է։ Թահիջն է, որ ասած է մեզի, սկիզբեն առաջին մեկվարյանեն, հիմա փաստե, եթե գրնաս, հիմա պահանջեն այն թուն իրականության իրավունքը, եթե գրնաս։ Եվ մենք կփաստենք 100 տարի է ի վեր, կպահանջենք մեր արտար իրավունքը, կհպատակենք Թահիջին։ Միայն մենք ոչ անշուշտ դիեզերական օրենքն է, դիեզերական հարաբերականության օրենքն է, որ կգործե հոս։ Արասիկ ուրեմն 4 չափումները արխիվին ըսի, չէ՞, իմացապանական, վգայապանական, տեխնապանական, արվեստապանական։ Եվ սաբահուս կարծես թե այդ երկրորդ չափումին մեջն ենք, վգայապանականին մեջ։ Բայց հստակ է, որ 4 չափումները մեկ միակ արխիվին չափումներն են։ Եվ քանի որ հիմա վգայապանին մեջն ենք, արելցնեմ հետևյալը։ Ել համալսարանի մեջ, նույն համալսարանին, որ Ֆրեդ Մըրդոքը Բորխեսի պատմվածքին վերջավորության դտարնա կրատարանաբեդ, ինչպես էսի անցել անգամ, 1982-ին բաշտոնապես կազմված են ողջագեզի, հոլոկոստի, հրյա վերապրողներու առաջին կարևոր արխիվը, որում սկզբնական շրջանի նախաձեռնողներն էր Դորիլոբ անունով մեկը, որ հոգեբուժ էր, որ New Haven գտնագեր, եւ ետքը Ջոֆրի Հարտման անունով այս անգամ ոչ թե հոգեբուժ, այլ քրագանության, համեմատական քրագանության պրոֆեսորը Ել համալսարանը։ Ռեբեկա Կոմեի այս քիլքին մեջ դա երկարապան հարցազրույցը, որ քիլքին հեղինակը Ռեբեկա Կոմեն ինքը իրեն հետ ուրիշ մեկը Յան Բալֆուր ունեցած են Ջոֆրի Հարտմանին հետ։ Եվ որում մեջ կփորձեն զինքը Ջոֆրի Հարտմանը փերել քիչմը խորացած անդրադարձիմը հողին վրա արխիվացումի արարքին վերաբերյալ, որպեսզի քիչմը հեռանանք ողջագեզի շուրջ հասարակ դերիկներ են, որոնք 4-5 տասնամյակի վեր մեզի կբացատրեն, թե ինչու ողջագեզը գետրոնական դերմը կկրավե, կամ պետք է կրավե արևմտյան խղճին և խղճմտամքեններս, կգարտացեք, երբ որ ասիկա բիլիցիկ եմ հոս ես ամբողջ գրծակը գարտացեք Հարտմանի հարցազրույցը դիտեսնեք, որ բոլոր հարցումներուն իրականության չի պատասխաներ և վերադառնամից նույն հարցին, թե ինչու ողջագեզը գետրոնական է, արևմտյան խղճմտամքին գետրոնն է և պետք է ուրեմն միշտ խոսիր այդ մասին և այլն։ Բայց Հարտման ուրիշ բան չունի եսելի կսի, ուրեմն վկայությունները հավաքելու արարքին շուրջ, եթե ոչ այդ արխիվը արևմտյան խղճմտամքին ուղղված է և այդքան։ Եվ հարցազրույցի վերջավորության հանգած Հարտման իր սլակը գուղեն Դերիդային թեմ, որ քիլք ունի 1999 դարձեմ ֆրանսերեն դեմeur գոչվի, եւ այդ քիլքին մեջ Դերիդա շեշտը դրած է վկայություն գոչվածին պատկանելիության վրա արխիվի աշխարհին, վկայությունը կպատկանի արխիվի աշխարհին, այսինքն աշխարհը, որ էապես կհարաբերականացնե ամեն ինչ։ Եվ ավասիկ կմեջբերեմ Հարտմանին նախատասությունը նախ անգլերեն. But, կսե Jeffrey Hartman, if testimony has an inevitable rhetorical component, indeed, if it can be shown that it is not exempt from the laws of fiction, what happens to its authority as direct transcription of a historical event. Կտակմանեմ, բայց եթե վկայակությունը անխուսափելիորեն ունի ռետորական փաղադրիչը, եթե մտի գնենք Դերիդային, ուրեմն հարաբերականության, ուրեմն ֆիկցիայի, ուրեմն քրագանի, եթե զուտ փաստաթուղթ չէ մեկ խոսքով, նորեն կդարձան։ Բայց եթե վկայակությունը անխուսափելիորեն ունի ռետորական փաղադրիչը, եթե կարելի է ցույց տալ, որ անձրև չէ ֆիկցիայի կանոններ են, այնադեն ինչ կմնա նոր հեղինակություն են, հեղինակություն կտակմանեն authority բառը, կամ վավերականություն են նաև կարելի է տակմանել authority, որպես պատմական տեքստիմը անմիջական արտադրումը։
պատմական դեպքիմը անմիջական արտակրում։ Ուրեմն ինքը կհավատա, որ էգամ պետք է լա պատմական դեպքիմը անմիջական արտակրումը։ Այսինքն պետք է հարկման լա, պետք է մեծ պրոֆեսորը մլա ելի մեջ, այսինքն միամիտ բան սելով համար, գասկնակ, բայց խորում իր միամիտության մեջ։ Քանի որ արարգողտի դա։ Նույն այս հարկման Դերիդային մոդիկ էր այն դարիներուն, երբ Դերիդան Ել համալսարանը գտասավանտեր 70-ական թվականներուն, ուրեմն գող-կողքի Ֆրեդ Մըրդոքին հետ։ Բորխեսին բանը 69-ին կրված։ Միասին քիրքերը հրատարակած են Դերիդան և հարկմանը։ Եվ այն տարիներուն Դերիդայի միջև Բորխեսի մասին տասալ տված են Ելի մեջ։ Ուրեմն խոսած է Բորխեսի դիեզերական արխիվի մասին։ Հարկման Դերիդային հետ քիրք հրատարակած է, էսի արդեն, այն շուտ հրատարակած է։ Եվ ուրեմն ինչ հասկացած է Դերիդայի ընթերցումները են, երբ վերջավորության 2000 թվականին, քանի որ այս հարցազրույցը 2000-ին է, դեկտեմբերին, հարցազրույցը վերջավորության գրնար արտասանել կամ այդ նախադասությունը առանց երկվարգյան մի իսկ վարանելու, առանց այլ և այլի, վկայությունը, պատմական իրողությանը, ուղղակի և անմիջական արտակրումն է։ Հետևաբար թուն իրականության, զուտ իրականության արձանագրությունը և արխիվացումը։ Կարծեք պետք է չլար արձանագրության և արխիվացումի գործողության մասին մտածելու, քանի որ կարևորը թունն է, դեպքը, դեպքին անմիջական արտակրումը, կարևորը իրականությունն է, որ անաղարտ գրնա երևիլ ըսկերևույթին, ներկայացվիլ, փաստվիլ, արխիվին յեդին, հոն է։ Եվ կայմը ևս երտալով, եթե Դերիդան խնդրորարգար դարձնե վկայության և վկայակության հեղինակությունը, ինչպես ինքը գսե, որ Դերիդա խնդրորարգար դարձնե վկայության հեղինակությունը, որպես աստատուղթ, որպես իրականության ուղղակի արտակրում, և հոս ուղղակի բառն է, որ ապշեցուցիչ է, ուղղակի արտակրում, դեպքին, եթե Դերիդան ուրեմն խնդրորարգ դարձնե վկայության վկայակության հեղինակությունը, ուրեմն Դերիդան այլ ցևովը կմասնակցի ողջագեզի իրականության հերկումի ժխտումի քաղաքականության, այնպես չէ, չսեր, բայց իրականության մեջ իր փաստարկումը այդ կնշանակի, բացի իբաց։ Հոս անշուշտ պատմագրական զարաձումին, perversion, և արխիվախտին պարաբան զարգայությունն է, արխիվախտն է, որ գխոսի հարկմանին պերնեն, արխիվախտի ինչ կսե, ինչ կուզե, գհավադա, որ հոն իրականությունը գա։ Եվ սակայն գտիզե արխիվներ, որպեսի հետո չնչվին մեր անգամեն և իրականությունը երև, այդ է արխիվախտ։ Պարաբան զարգայությունն է արխիվախտին, որ գուկա Երևան, անդանելի ու ծիծաղելի, արխիվախտի դրամապանությունն է, որ գործեր լիությամբ ու լման իրավունքով։ Արդի մարդը իրավունք ունի բանջելու, գսեր Բենյամին իր արտար իրավունքն է բանջելը, որ իրեն ռամսվի թուն իրականությունը։ Իքին արխիվի էության գադարյալ անդեսում են աղասիկ։ Եվ եթե արխիվի եզրապանությունը ծեզի դագավին խորհրդավոր գտվի այսքանը լսել է ետ, փոխեմ պարաբաշարը, ես եմ խոսողը, ու եզրապանությունը, ու ասեմ նույն պանը ուրիշ պարերով, որ ճիշտ նույն պանը կնշանակ է, եթե վերապրողի մեջ վգան է, որ վերցված է, ինչպես կրնա վերապրողը վգայի մահվան մասին վգայել, ինչպես կրնա վգայել իր մահվան մասին, որպես վգա, ամեն անգամ, որ մեկը գենթատրեն, թե այդպիսի պան մգարելի է, որ վգան գրնա, վերապրող գրնա վգայել իր մահվան մասին որպես վգա, ամեն անգամ, որ մեկը գենթատրեն, որ այդպիսի պան մգարելի է, ամեն անգամ, որ մեկը գխոսի թուն իրականության արտակրումին մասին, գնախադե մերյալներուն, իրականությունը այդ է, գնախադե մերյալներուն, որովհետև ցույց կտա, թե փամը չհասկացած աղետին գորիզը գտնվող էության, չհասկացած հոմբադարձը, վգայի մահը, արխիվին գիրաբերությունը։ Պետք է գարենալ երևակայել երկրաշարժը գսեր Ժան-Ֆրանսուଆ Լյոտարը, սա է Ժան-Ֆրանսուଆ Լյոտարի մասին, ֆրանսացի փիլիսոփա, որ ունի այդ խնդանալի քիրքը, որ գոչվի le différent ֆրանսերեն, le different։ Եվ ուրեմն գսել Լյոտար, պետք է գարենալ երևակայել երկրաշարժը, որ ոչ միայն գքանթեր դուներ, փնագարաններ, քաղաքներ,
ոչ միայն գխլե ու գոչնչացնե հույլը մարդկային յանքեր, այլ գկանտե ու գոչնչացնե երկրաշարժները չափող ու արձանագրող գործիքները։ Եվ այնքան են, որ կարող չեն գերվագայելու այդ պրինցիպամը, չեն գիտեր թե ինչ աղեդը։ Աղեդը այն է, որ գկանտե երկրաշարժները չափող ու արձանագրող գործիքները։ Թիվ 4։ Եվ հիմա դվերատանան Բորխեսին։ Վերջին պարժինս է, ուրեմն Բորխեսը պանադան։ Անշուշտ, բադաղական է, որ Դերիդան ել համալսարանի մեջ տասավանդացի 70 թվականներում։ Բադաղական է նույնպես, որ նույն ել համալսարանի մեջ հավաքված է հրյա վերապրողներու առաջին կարևոր արխիվը։ Ուզեմ բադաղական է, երբ որ գիտենք, որ Ֆրեդ Մուրդոքը ելի մեջ գրատարանաբեդ է, չէ՞։ Բայց իրական կյանքի մեջ եղած է Ջոֆրի Հակմանը, օրինակ, որ գհավատար թուն իրականության անմիջական քրարումին ուրեմն արխիվեն անտապանց գոյության նույն հարթմանը, որ դասնամյակներով եղած է արխիվներու բաղբանը, այսինքն արխիվներու ուդագումին ու պատմաբատկումին բարասխանատուն։ Բոլոր բարականերուն արխիվախտն է, որ գդիրաբեդ է, անխուսապելի ծանրությամբ հավաքելու, միշտ ավելի հավաքելու ախտը, որպեսի ըլլա իրականությունը անարխիվ, թունը, արխիվազերձը, ասում բադաղական են։ Ինչո բադաղական չէ սակայն։ Այն է, որ նույն 1969-ին, այն իսկ դարին, երբ Բորխես իր ասկակիրը գկրեր ու մտակնությունը գպարապաներ, իր Բորխեսի ամենամոտիկ բարեկամը, որ կգոչվեր Էմիլ Ռոդրիգեզ Մոնեգալ, որ քրավանակետ էր և Բորխեսին կործին մեծ մասնակետ էր, կնշանակվեր ել համալսարանի մեջ լատին ամերիկյան քրավանության տասադու։ Նույն այդ Ռոդրիգեզ Մոնեգալը քանի մդարի հետ անգլերեն լեզվով առաջին գիրքը բերել Բորխեսի մասին։ Ուղղակի անգլերեն գրված գիրքը, որ գարաչարկե Բորխեսի կյանքին ու քրականության հոգեվերլուծական մեկնաբանությունը, գիրքը կգոչվի Խոզե Լուի Բորխես, a literary biography։ Լույս տեսած 78-ին դարի։ Եվ եթե Բորխեսի գրություններուն հոգեվերլուծական մեկնաբանություն հնարավոր էր, այս Մոնեգալի նոմ է, ինչու ոչ հոգեվերլուծական գրություններուն Բորխեսյան մեկնաբանությունն է, ինչու ոչ։ Այդ է, որ Բորխես կպացագրե իր բարեկամին։ Իրեն գսե, ես ակադեմական չեմ, տասախոս չեմ, Բորխեսի գրություններուն մեկնաբանը չեմ, միայն եղինակ։ Բայց նայեցեք ինչ քիրքեր գրնամ հայտայտել, արևմտահայերենի իմաստով, որպեսզի մեկնաբանը Փանասերը գարենա իր մեկնաբանի տասախոսի աշխատանքը դադարել, այսինքն քմձիզաղով լեցուն բատկամ մնե, որ ուղե Մոնեգալին, որ իր մեկնաբանն էր, իր գասակիրը։ Բորխեսին առաջին լեզուն անգլերենն էր, իր հորը լեզուն էր։ Իր բատմածը հետևաբար ինքնագնսակրական է, ինքն իր մասին ուխոսի այդ բատմվածքի մեջ Բորխես։ Ասկակիր չէ գրծած է, լայր ուրեմն Բորխես դարձած է, բայց իր իրական անունը Ֆրեդ Մուրդոքն է։ Ինքն է, որ չէ ուզած ասկակիր դառնալ ու փոխարենը դարձած է քրատարանաբեդ, որտեղ Բորխեսը քրատարանաբեդ էր կյանքի մեջ։ Մեկնաբանը գուզե շահագործել կյանքի մկախնիկը, գիտական մեկնաբանության ենթարկել զայն մեր գիտության միջոցները գործածելով։ Բայց մինչև իսկ քաղտնիկը, մինչև իսկ վերապրողի ամենեմ քաղտնի փորձառությունը հատաբարտված են իրենց կյանքը վերջացնելու դիեզերական քրատարանին, դիեզերական արխիվի մեջ, գահիտնվին Ֆրոյդյան որնանգարի մեզ, որում մասին խոսեցանք անցել անգամ, քանի որ բոլորդ ոչ չէի անցել անգամ, նորեն ասեմ այդ պատկերը Ֆրոյդի,
որ հնապանները Ռոմի գբերեն եւ հոմ գիտեն որ դերմը սան տուրիմ յետև մեծ սրահ մգա որ 2000 տարի եւ ֆրեսկոներ բախված են որ նանգարներ եւ բայց նաեւ գիտեն որ այն բաղուն երբ որ տուրը պիտի բանան պիտի դեսնեն ֆրեսկոները եւ նույն բաղուն որ պիտի դեսնեն պիտի հայտնվին ֆրեսկոները պիտի չնչվին միայն ժամանակ քանի որ օդը պիտի մտնի չէ ուրեմն ինչ կնեք տուրը կբանակ թե չեք բանալ Ճիշտ է որ այսօր միջոցներ կան առանց տուրը բանալու մտնելու չէ լուսանկարներ անելու եւ այլն ուրեմն Ֆրոյդը չգիտե Wow Չգար այն adem հուցին մեջ նկարելու միջոցներ նայեցեք ուրեմն գիտությունը կփոխվի եւ ուրեմն պետք է բակերներն անփոխվի փոխապերական Mas eu caio da aqui mas eu da talvez aqui taxi Ուրեմն, մեկնապանը գուզե շահագործել յանքի մկախնիկ կիդագան մեկնապանության մյենթարգել զայն, բայց մինչև իսկ կախնիկը սի, մինչև իսկ վերապրողի ամենեն կախնի փորձառությունը դատապարտված են վերջացնել իրենց յանքը այդ եզերական արխիվի մեջ։ Կհայտնվին ֆրոյդյան որոննգարին պես կհայտնվին նույն բաղուն անեդանալու համար որպես կախնիկ։ Կարխիվավորվին կամ որպես վկայություն։ Հետևաբար բացառված է, որ լան փաստ, ովևէ իրականության մպաստը, յանքի մպաստը, Բորխեսի ներքին քաղաքնիկին փաստը, հոգեր վերլուծական մեկնաբանության մպաստը, բացառված է, որ լան փաստ, մինչդեռ մեկնաբանին խորակույն փապակը, ասենք Մոնեգալին, իր մեկնաբանին խորակույն փապակը, ցանկությունը, կամեցողությունը, զանոն փաստի փաստաթուղթի վերածել է այդ ինչը, այդ քաղաքնիկը, այդ վկայությունը, որ գուկամ յանքերնը, բոլոր այդ վկայությունները, որ գուկամ յանքերնը վերածել փաստիմը, որպեսզի կարենա իր հոգեվերլուծական գենսակրական ուսումնասիրությունը կրել։ Այո, բացառված է, որ լան փաստ։ Որ լան փաստ մինչդեռ մեկնաբանին խորակույն փապակը զանում փաստի փաստաթուղթի վերածել է, որպեսզի փաստաթուղթերը լան անոնք թեպքին լան անոնց յետև թեպքին իրողությունը փաստող թեպքին փուն իրականությունը ներկայացնող փաստերը եւ այն բաղուն այն սկզբնական բաղուն երբ որ վկայությունը դառնա արխիվ եւ վկայությունը միշտ կդառնա արխիվ անխուսափելի է փուն իրականության ներկայացումը զուգատիպի փուն իրականությունը ներկայացնելու անգարելիության հետ նույն դարձած նախադասությունը փուն իրականության ներկայացումը միշտ պատկերը միշտ նույնն է այդ թուրքբանակ եւ ֆրեսկոները գանեդանան փուն իրականության ներկայացումը զուգատիպի փուն իրականությունը ներկայացնելու անգարելիության հետ Եվ Բորխեսին ասած է Մոնեգալին այդ ենք։ Այն բաղուն, այն սկզբնական բաղուն, երբ վկայությունը դառնա փաստ, ուրեմն քաղաքնիկը գանեդանա։ Նույն ինքն իրականության ներկայացումը, իրականությունը ներկայացնելու անգարելիության ներկայացումն է։ Այո, ուրեմն փաստացուցի նորեն դարձան իրականության ներկայացումը, իրականությունը ներկայացնելու անգարելիության ներկայացումն է։ Եվ եթե ես համեստորեն բան հասկացած եմ Բորխեսին եւ Դերիդային ասած են միասին արխիվի մասին այդ նախադասությունը գամփոփ է ինչ որ հասկացած եմ այս նախադասությունը որի մագարտացի իրականությունը ներկայացնելու անգարելիության ներկայացումն է Եվ 10 տարի վերջ լույս տեսած հոդվածի մեջ Ռոդրիգեզ Մոնեգալ խոստովանի, որ Բորխեսին ասածը ի վերջո ինքն էլ հասկացած է ներդեցելովը, նույնիսկ եթե կրած է քրական յասակությունը Բորխեսի, քանի որ բսե I was already involved in writing or inventing the literary biography of Borges, այսինքն արդեն այդ գործին մեջն էի Բորխեսի քրական յասակությունը կրելու աշխատանքի մեջ կամ inventing Հնարելու աշխատանքի մեջ։ Okay.
Չկա քախնիկի գիտություն, որպես քախնիկ։ Որքեսին այդ մեկ պատվացքի նստած այդ է, չկա քախնիկի գիտություն, որպես քախնիկ, կա գիտություն ամեն ինչի, նույնիսկ քախնիկին միջուկն ագրնաս բարձել, այդ է որ գսել, չէ, լեզուն չար իրեր, խոստում ալ չկա, գայելի է բացատրել, թե քախնիկին միջուկը ինչ է, բայց երբ որ կբացատրես, այնտեղ կդատի քախնիկը լալ է, ուրեմն չկա քախնիկի գիտություն, որպես քախնիկ։ Եվ վերջին հաշվով, փանասիրական եւ պատմական գամեցողությունը վկայությունը կործածելու որպես փաստաթուղթ, քանի որ այդ կուզեն, չէ, փանասիրությունը եւ ինչը եւ պատմակրությունը կուզեն վկայությունը կործածել որպես փաստաթուղթ։ Այդ գամեցողությունը իր գարկին գհբադակի արխիվի օրենքին վկայակրականացնել քախնիկը։ Փանասերները այդ կնեն, իրենց քախնիկն է, իրենց գիտությունն է, իրենց էությունն է։ Վկայակրականացնեն քախնիկ։ Ինչ մարակ եղավ այս վերջին անցումը, բայց գրեթե վերջավորություն ասած եմ, ավելի փաստադրելու ժամանակ չունի։ Այս զուգահեռականը, տեսնեք, փանասերի վկայակրականացումի գործողության եւ ինչի, եւ պատմակետի գործողության, որ ինչ կնե, վերապրողների վկայությունը դահավաք է։ Փանասերը վկայությունը վկայության դվերացե ամեն բանի։ Անցյալների եթե քիչ մի հետևեցակ հավանաբարեսի ասի արտենիս մանորեն գսեմ միայն մեկ նախադասության, ով է փանասերը, այն մեկն է, որ ամեն ինչ դվերացե վկայության։ Տեքստերը դվերացե վկայության։ Ամենահին տեքստերը, օրինակ Ռիգվեդայի տեքստերը 3000 տարի առաջ գրված, դվերացե վկայության։ Եվ քրականության նաև Ռիգվեդային տեքստերը ինչ են քրականություն են։ Բայց գվերածե գրականության եւ վկայության իրեն ժամանակ։ Ինչի վկայության? Իրեն ժամանակաշրջանի, քրականության իրենց հասկացողության, ինչի որ ուզեք, բայց վկայության։ Տեքստերը կվկայեն բանի մասին, իրենց կոնտեքստին, տեքստերը կվկայեն կոնտեքստի մասին։ Գվերածե վկայության ամեն բան։ Եվ առաջին հերթին վկայի գվերածե պնիգը, եթե գրիշեք, պնիգը գվերածվի վկայի, ով է պնիգը, պնիգը այն է, որ իրավանդության ժառանգորդն է, բայց մորցած է իրավանդությունը խայարժ է, պնիգը, չէ։ Երևակայեցեք 19-րդ տարուն, բախմը երևակայեցեք Ապովյանի, գիշեք Ապովյանի, Հարաճապանը վեր Հայաստանի, վերջին դողերը, որ գսե ախ, եթե ունենայի հնարավորությունը, գերտայի պնիկներուն, և եթե միկրոմնա ունենայի ավանապար, ուխոսեցնեի զիրեն, և գարցանակրեի, և հետո այլ ինչ կնեի ադարցանակրությամբ, գվերացացնեի պնիկներուն, պնիկները միշտ պետք ունին վերապանի պանասերի, չէ, այսինքն հավաքողիմը, որպես իրենք հիշեն, ինչ որ չեն հիշեր, բայց որ իրենց մեջն է, և արխիվներ են պնիկները, բայց չունին հիշողությունը իրենց ավանդության կամ իրենց արխիվը լալում։ Ուրեմն պանասերը վկայի գվերածե պնիկը, որ վկան է իրավանդության, պանասերի աչքին, բայց միայն վկան չի իրավանդության, վկան է նաև իր ավանդության ավերումին, քանի որ բանը չի հիշեր պնիկի իրավանդության, պանասերին ենթադրությունն է, քանի որ պնիկը պետք ունի պանասերին, որպեսզի հիշի իրավանդությունը, չէ։ Օրինակ 3000 տարի վերջը եկող խնդիկը չի հիշեր 3 տարի առաջ գրված Ռիգվեդայի գրությունները, չէ։ Բայց փառք Աստծո գա պանասերը, որ գրնա ուսումնասիրել այդ տեքստերը եւ վերադարձնել պնիկին, որպես իրավանդությունը։ Եվ հետո պնիկը, որ գմարսի այդ ավանդությունը, գսե ես այդ ավանդության ժառանգորդն եմ։ Եվ ուրեմն պնիկը եւ պանասերը ջիվաղային զույգ մնեն, գասնա, երկու գլուխով մարշնա։ Եվ իրավանդությունը ուրեմն վկան է նաև այն անվերադարձ ավերին, որում ենթարկված է իրավանդությունը, որ մի հետ ավանդության ավերակները կմնան միայն որպես արխիվ, որպես ավերակ, պանասերին գոմե վերձանելի արխիվ։ Ուրեմն այս երկուքին միջև զուգահեռը, որ Ռիհոս քաշեցի քիչ մարացելով եղավ, ժամանակությունին նույնպես բացատրելու ասկակիրին ու պանասերին միջև դարբերությունը, էական դարբերությունը կա, անգնեմ կբացատրեմ անգամ։ Ուրիշ արիտով, եւ ուրեմն վերջինս էլիկս պիտի մնա օծին մեջ, հարգախ։ Վերջինս էլիկս այն է, որ անգարելի է Ֆրեդ Մերդոկը
հասկանալ, որպես արխիվապահ։ Եթե նկատի շարունենք միևնույն ժամանակ, որ ան վերապրողն է։ Այդ սեղախումբը, որում քաղաքնիկը հետը բերած է, որպես ժառանգ, այլևս իրեն համար զուտ հիշադակն է։ Չկա ան այլևս բացի որպես հիշադակ։ Բիլի չվերադառնա հոն, բիլի չապրի այլևս իրենց հետ, և երբեք բիլի չգրե իրենց մասին, և հետևաբար նաև անոնց կորությունը երբեք բիլի չարձանագրվի գիտության էջերուն մեջ։ Եվ քանի որ գիտության էջերուն մեջ բիլի չարձանագրվի, արևմտյան գիտակցության քիրքերուն մեջ բիլի չլա ան, ուրեմն բիլի չլա ովևէ հետք անգել։ Երբեք անոնց մասին վկայությունը բիլի չկոյանա։ Եվ քանի որ Մըրդոքը անոնց մեկը դարձած էր, ինքը որպես միակ վերապրող մերյալ վկային գերբարն է, մերյալ վկային գերբարն է։ Մերյալ վկային, որ երբեք բիլի չկարենա վկայել անշուշտ իր մահվան մասին, որպես վկա։ Քանի որ մերյալ վկան իր մահվան մասին չի կրնար վկայել, քանի որ մերձված է որպես վկա։ Հետևաբար Մըրդոքը նաև իր իսկ մահվան բահաբանն է, որպես վկա։ Այդ մահվան գնիքն է ինքը։ Եվ այդ գնիքը անթրթվելի է, կամ պետք է ըլլա անթրթվելի, և այդ օրամար պետք ունի բահաբանիմը։ Ամեն անգամ, որ գուզենք կսեի քիչ առաջ և հիմա դկրկնեմ, ամեն անգամ, որ գուզենք կամ կգարձենք վգան խոսեցնել, կգարձենք, որ պիտի կարենանք վգան խոսեցնել, խոսեցուցեք վգաները, այսինքն օրինակ չարչարվածները, թրկական փանդերեն 80-ական թվականներով, խոսեցուցեք զիրենք։ Ամեն անգամ, որ գուզենք կամ կգարձենք վգան խոսեցնել, իր իսկ մահվան մասին, որպես վգա, որպես չարչարողը շատ լավ գիտեր, չէ, ինչ որ գմերցնե, չարչարվածին մեջ վգան է, այսինքն իր մասին, չարչարանքի մասին խոսելու հնարավորությունը, ինչպես թե երրորդ մխոսեր, հոնը լար և գարենար խոսի, վգա լար, անգարելի է, այդ է, որ մերցված է չարչարվածին մեջ։ Ամեն անգամ, որ գուզենք կամ կգարձենք վգան խոսեցնել, իր իսկ մահվան մասին, ամեն անգամ, որ վկայությունը կվերածենք փաստաթուղթի, ինչպես գնեն պատմակետները, ամեն անգամ, որ վկայության հեղինակությունը կվերագոչենք, որպես պատմական դեպքի ուղղակի արտադրումը, գիշեք, Ջոֆրի Հարտմանն է, ամեն անգամ, որ կվերածվենք պատմակետներու ու կցերնարգենք դեպքերու պատմական վերադառուցումիմը, վերապրողներու արխիվավորված վկայություններու հիման վրա, նախադինք մն է մեր ռազը, նախադինք մն անոնց հիշադակին և բանց պաստը, որ չենք հասկացած թե ինչ աղետը։ Արխիվախտին ամենեն ցայդուն ներդրեցուցիչներն են այսօր պատմակետները։ Քանի որ իրենց գիտությունը հիմնված է իրապաշտության, ռեալիզմի սկզբունքին վրա, կհավատան բուն իրականության։ Իրենք այդ սկզբունքին ներկայացուցիչներն են, իրենց անձերեն և իրենց կատարած աշխատանք են անդաղ։ Դա հասկնակ չէ, աչարորը բացադրեի, զարմանալի չէ, որ Ֆրանսայի մեջ 2006 թվականին 600 պատմակետ, պատմակետի անունով, այսինքն իրենց մարզին անունով պատմակետության ստորագրած են այն հանրաթուղթը, petition-ը, որուն համաձայն պետք չէ կլնվի, պետք չէ օրենք դառնա, այն օրենքը, որ պիտի ասել, որ բանի հերկումը ցեղասպանության Ֆրանսիայի մեջ պիտի ըլլա պատժելի, չէ՞։ Պատմակետները գուզեն լալ օրենքեն անդաղ, իրենք պիտի որոշեն, իրենք և իրենք որոշեն։ Լալով ռեալության թուն իրականության սկզբունքին ներկայացուցիչները իրենք են առաջին հերթին, որ հպատակին արխիվի օրենքին, որուն համաձայն գիշեք, որուն համաձայն իրականության ներկայացումը, իրականությունը ներկայացնելու անգայելության ներկայացումն է։ Քանի որ իրենց գիտությունը իրականության գիտությունն է,
եւ որպես այդ հիմնված է արխիվին վրա, ինչպես պիտի գարենային իրենք նույն դարձնել թեփքը, որ իրականության ճնճումն է, դերեկնեն, եթե եւ կամքանի որ իրենց գիտությունը իրականության գիտությունն է եւ որպես այդ հիմնված է արխիվին վրա, ինչպես պիտի գարենային իրենք նույն դարձնել թեփքը, որ գոչի արետ, որ իրականության ճնճումն է։ Այդ մասին Լիոտարն է նորեն, որ ամենեն ուժով նախատասությունները կրած է, գսե, այդ նույն կիրքին մեջն է, երբ ամեն ինչ կանտված է, երբ կանտված են իրողությունները, հիմային հետ կգրող վկայությունները, հիմային հետ կգրող վկայությունները, անոնց իմաստը ցուցադրող փաստաթուղթերը, եւ ոչ միայն իրականությունը կանտված է, այլ եւ իրականությունը չափով ու արձանագրող գործիքները, ինչ կմնա բնելի պատմակետին։ Իր հարցումն է, Սև Ջերմանի վրա կրված։ Արդյոք պետք չէ ինքը դսելիոտա նկատի առնե ոչ միայն իրականությունը, այլ եւ այն քեր իրականությունը, ֆրանսերեն մետա-ռեալիտե։ Այն քեր իրականությունը, որ իրականության կանտումն է։ Ոչ միայն վկայությունը, այլ եւ գսեինքն են օրեն խոսողը, ինչ որ գմնա վկայութենեն իր կանտումեն ետ։ Եվ Լիոտարի պատասխանն է անշուշտ պետք է նկատի առնեն այդ ամբողջը, այդ քեր իրականությունը, որ իրականության կանտումն է, կամ այդ վկայությունը, որ գմնա վկայութենեն ամբողջական ճնճում են ետքը, բայց եթե ադիկա դարենար նկատի առնել, գտածրե պատմակետելալ են շատ բարձր, հուն գտածրի պատմությունը որպես գիտություն, բիդի չզարմանակ հետևաբար, եթե այս է արեդենեությունը, և եթե հասկնակ, որ ամեն մարդ կուզե մորնալ և չհասկնալ, թե ինչ է արեդենեությունը, որ քաղաքական մարմինները, հոս, հոն, ամեն գոմ, կուզեն սեղանի շուրջ ծնել պատմակետները, որպեսզի որոշեն, թե ինչ եղած են դեպքերը, և պիտի տեսնեք պատմակետները, պիտի նստին սեղանի շուրջ, և իրենք պիտի որոշեն, թե ինչ եղած են դեպքերը, իրենց միջև։ Անզորենք Արեդինեության մասին մեկը պիտի չկարանա երբևից է։ Խոսի, կրեն։ Քանի որ պատմակետները ամենազոր են։ Եվ նույնպես այն բախում, երբ Մըրդոք սեփականատերը կդառնա կախնիկին, նույն բախում կվերածվի վերապրողիմը, եւ ուրեմն Լիոտարի հարցումները կարելի է գտնել իր բարակային, արդյոք ասկակիրը պետք չէ նկատի առնե, ոչ միայն լեզուներու անավասարությունը, որտեղ այս դզի պատմությունը մեկնաբանողներ եղած են ինձ մեծակ, անշուշտ, և մեկնաբանության ծևերեն մեկ այն է, որ հոս ասկակրությունը գտարնա գիտագից իր պայմաններուն, ինչ են ասկակրության, գայրության պայմանները, լեզուներու անավասարությունն է։ Մենք գրնանք իրենց ասկակրությունն է, իրենք երբեք գրիչնեին մեր ասկակրությունը, չէ։ Ուրեմն սկզբնական անավասարություն մգա լեզուներու, թիրքերու, որ կարելի գտածին է իմ մոլեցումս անոր։ Եվ ասկակրությունը այս իրողության ամբողջովին գիտագից է անշուշտ, բայց նոր, 30 տարի է ոչ ավելի։ Ուրեմն, այսօր ասկակիրը պետք չէ նկատի առնե, ոչ միայն լեզուներու անավասարությունը, Տիդորտին և պնիգին վայրենիին միջև դարպերաբումը, այլ և անհետացող գիտության հարաբերականությունը, այն գիտության, որ կչնչի իր արխիվը վայրենին, քանի որ վայրենին գիտունին արխիվն է, այն բախուն, երբ կցուցադրես այն, երբ կցուցադրես վայրենին կմերցնես որպես վայրենին։ Արդյոք ասկակիրին բարդականությունն չէ նկատի առնել, ոչ միայն իրականությունը պիտի ասել Լիոտար, այսինքն պնիգին վայրենիին իրականությունը, անոր եզակի գոյության իրականությունը, ոչ միայն իրականությունը ասի, այլ և այն քեր իրականությունը, որ իրականության կանտումն է, այսինքն վայրենիին կանտումը բարձ, քանի որ վայրենին իր իսկ գիտության արխիվն է, երբ որ կցուցադրես կկանտես։ Եվ այսօր պատասխանը անշուշտ այո է, բայց եթե ասկակիրի վիճակի լարայ դնելու, ինչ կմնար ասկակրութենեն որպես գիտություն, ոչինչ ճիշտ պատմակրության պես, ուրեմն գիտություններ են, որոնք թալաբարդված են իրենք իրենց չնչելու ասկակրությունը և պատմակրությունը որպեսի հավատարի մլան իրենք իրենց և աղետին հավատարի։ Եվ վերջին խոսք, ուրեմն
բայց կապ չունի այս ասածից հետ, հստակ է, որ ինչ որ բացատրեցի, որ արեդը պատմակետներուն սեփականությունը չէ, իմ սեփականությունս է, ոչ թե պատմակետներունը։ Եվ պատմակետները, քանի որ դխեղաչուր են իրենց ներկայությամբ իս, իրենց գիտության էությամբ իս արեդին էությունը, ուրեմն դերմը պատմակետությունը, ոչ թե պատմակետները, պատմակետությունը որպես մարզ, իրականության մեջ մեղսագիցն է թայիջներուն։ Եվ այս ձևով գոհեչեց։ Շնորհակալ։ Այո, եւ ուրեմն եղավ երկու դասախոսություն։ Եթե արիդ ունենանք երրորդ դասախոսություն ունելու օրը նոյեմբերին, անկարնան, ուրեմն թիվ 1 բացատրեմ տարբերությունը փնիկին եւ վայրենին միջեւ, ուրեմն փանասերին եւ ասկակիրին միջեւ։ Էական է, բայց այսօր ժամանակ չունեի բացատրելու։ Փնիկը դվգայե, վայրենին չի վդա։ Վայրենին ինքն իր արխիվն է։ Իր գիտությունը իր արխիվը նույնն է։ Միշտ փնիկին բարակային Փնիկը արխիվն է, բայց ինքն իր գիտությունը չէ, իր գիտությունը փանասերն է։ Ուրեմն այս տարբերությունը էական տարբերությունն է, որ պետք է բացատրեմ ավելի շատ երկար, որպես տեսնեք իսկապես կարևոր է, որպես այս վերջին ասածներս իմաստն ստանալ։ Այս մեկ։ Թիվ 2։ Գուզեմ դասախոսություն անել միայն Վալտեր Բենյամինի մասին, որտեղ ինչ որ սվեցավ հոս Վալտեր Բենյամինի մասին շատ մասնագի, շատ նեղ բան է, 1935-ի իր քրությունն է։ Շրջանին երբ Վալտեր Բենյամին ինքը դբայկարեր ինչպես ասի քիչ առաջ իր բարեկամներուն հետ որովհետեւ դերմը ինքնին կազատե բայց դերմը ինքնին կծախելով անոնց ծավալը ինչերս գուժարեն ինքն ուրեմն իր ապրոստը միայն անոնցմեն եւ ուրեմն գուզեմ բացատրել բան Վալտեր Բենյամինի մասին ուրեմն գուզեմ դեր մեկ դասախոսություն Վալտեր Բենյամինի եւ մերամախսուդության մասին մերամփոլի բացատրելով թե ուրեմն Վալտեր Բենյամինը մտնել է առաջ այս համայնավարության եւ մարքսիզմի նյութերու մեջ թե ինչ կսեր արխիվի մասին որովհետեւ իմացանք ինչ որ կսեր Վալտեր Բենյամին արխիվի մասին սակայն այն շրջանին երբ որ արդեն իսկ ամբողջովին կամ մարքսիզմը ծերով ընդունած էր կամ դպորտեր ցույց տալ որ ընդունած է չէ բայց այդքի առաջվան Վալտեր Բենյամին մտա ասենք 1930-ին առաջ մոտավորապես եւ գուզեմ անոր մասին Շնորհակալ եմ, իսկապես շնորհակալ եմ։ Դերևս հարցումներ, Լևոն։ Վիոլետ, հա։ Ես մի բան ունեմ ասել։ Նշում է հետեւերին։ Ինձ հետաքրքրում է հետևյալ հարցը։ Իհարկե նախ շատ շնորհակալություն շատ հետաքրքիր հարցը հետևյալն է։ Դուք ձեզ հետաքրքրում է ոգու թեման ոգի հասկացողությունը եւ արխիվի ոչնչացում թեման իրար հետ։ Պատկերացնեք այն օրինակը, որ դուք Շուշան Հավակյանի հետ բերում եք այդ նամակները դրված Տերյանի արխիվը, պատկերացրեք, որ այդ նամակները Շուշանը տեսնում է այրված կամ ինքն է այրում։ Այսինքն նամակները չեն կարդացվում եւ այրվում են։ Այդ պարագայում մենք ունենք մի ունեցվածք, հա, այդ հապաղման իշխանությունը, բայց դատարկ բովանդակությամբ։ Դա արդյոք ոգի ու բանը չի, ակունքը չի, երբ որ կա գաղտնիքը, կա էներգիան, բայց իր բովանդակությունը անհնար է բերել եւ դրանով ինքը դառնում է ուժ։ Ես հարցը ստրվում է խոսողի, տվյալ դեպքում բանախոսի ձեր էներգիայի աղբյուրի, այսինքն իմ կարծիքով հենց ոգին ստեղծվում է արխիվի ոչնչացմամբ գիտակցաբար։ Երբ որ ես հրաժարվում եմ արխիվը ունենալ որպես բովանդակություն։ Դու ես այրողը։ Ես հրաժարվում եմ ունենալ իրան։ Այդ հրաժարումը ոգին է։ Այսինքն երբ որ ոչ ոք չի կարող ունենալ այդ բովանդակությունը։ Չունեմ բարձան, չէ գնալ հասկանալ, որ բարձան չունեմ, պետք է մտածենք այդ ոգի ասածի մասին։ Բայց Անուն դրեց ինձ թվում է Միսակը այն անելանելիությանը, որի առաջ կանգնեցրիք դուք ձեր դասախոսությամբ։ Այսինքն նկատի ունի, որ եթե բանասերները փորձ են անում ամեն ինչ վերածել վկայության, պատմաբանները փորձ են անում ամեն ինչ վերցնել իր ձեռքը եւ կամ ազգագրագետները։ Մի խոսքով այս կրթանքների կամ դիսցիպլինների անուժությունը անուժության դեմ ինչ կարելի է դնել,
ինչպես դուրս գանք այդ իրականությունը արխիվի վերածելու այդ փորձանքից։ Անունը կարծեմ ոգի դրեց, հա։ Չէ, ոգի անուն չեմ դնում, ես ոգի հասկացողություն կա, ես ուղղակի ոգին պատկանում է հիմա մի մարզի, որը կրոնական, այսինքն թեոլոգիական բաների մեջ է, ես փորձում եմ այսպիսի դիսկուրսի մեջ ոգին մտցնել որպես հասկանալիություն, այսինքն հասկացություն։ Չեմ գիտեր, չունեմ բարձրան, ես երբ որ դուսեի ուրիշ բանի մասին մտածեի, բանին նորեն Շուշան Ավակյանի գործին հետ կապված, քանի որ եւ իրեն հետ ալ եւ կրած եմ այդ մասին, եւ իրեն հետ ալ խոսակցությամբ նորեն անդրադարձ այդ մասին, ուրեմն շատ ստակ բան մնե, այդ նամակները իր քիքին մեջ են Զաբելեսյանի նամակները, միայն ինքը աղջիկը չէ, որ գտնե քրագանության արանքին, քննիչները Քրակնիչները գաբարեցնեն, գբահեն, չեն այրեր սակայն, գտնեն, գբահեն, քրակնիչներ գբահեն, քրակնիչները ամենամեծ սիրահարներն են քրագանության։ Մեկ անգամ եղել է Ալեքսանդրիայի գրադարան այրեցին, բայց գիտեք ով այրեց։ Որոն գրադարանը։ Ալեքսանդրիա։ Ալեքսանդրիա։ Ով այրեց Ալեքսանդրիայի։ Մեր KGB-ի որոշ գործեր գետառի վարարման հետևանքով գործերի մի մասը ոչնչացվել։ Մեծակույն սիրահարները քրագանության KGB-ի քրակնիչներն են։ Ես կարծում Իսակի ասած։ Եվ ուրեմն պետք է հասկանալ, որ Ժան-Պոլ այդ գործողությունը, որ քրագանությունը որ գահստի մեզի որպես քրագանություն, էությամբ կանցնի KGB-ի ձեռքեն, իր էությունն է, չկա քրագանություն առանց KGB-ի։ Եվ այսինքն խոշորագույն եւ ամենաահավոր իրականության մեջ պարադոքսն է։ Եվ որտեղի Մարսել ձևով պետք է ընդունի։ Եվ դա որ անցնասման եղած են միայն այդ պատճառով Մանդելշտամը իր առաջին քննութենեն ելքը KGB-ի եւ փորձած է անցնասման լինել, որտեղ հասկացած է, որ ի վերջո այս էր, թեմատիկայի հավասար է, ինքը եւ քրագնիչը։ Խնդրելու բան, քրագանություն։ Այո, բայց ոգի արցունիցի բարասանեցի, շատ ներողություն կխնդրեմ իսա։ Չէ, պատասխան չէ, Ես թվում է ասացի դեպքում այդ հավերժ ռեգրեսիվ բանն առաջ գալիս։ Երբ որ փաստը այրում ես, առաջ է գալիս այդ փաստը այրելը փաստելու խնդիրը։ Այո, ճիշտ է։ Անընդհատ հայտնվում ես այդ անընդհատ ռեգրեսիա առաջ։ Թե չէ կհայտնվում ես ոչ մի բանում։ Գիտեք ինչ է։ Այսինքն այրելով չի որ ռոբոտի ու արեցին դիվանից չի կախված այդ Այսինքն այդ գրքերը, որ այրում էին, հա 34 մոտավորապես այդ տեսակի մի բան, հա։ Ես այդ ավտոդաֆեր Գտնում եմ, որ դասախոսությունը հենց լուրջ բանի է կպնում, որը կեցության հարցն է, այսինքն եթե մի հատ ուղղակի էլի թեոլոգիայի շատ մոտենում է ինքը, ու շատ լրջությունն է այդ ասչյանը, որ երբ որ Պողոս Առաքյալը ասում, որն է ավելի կենդանի, այդ հարցը, կամ Հայդեգերյան հարցումը, թե ինչ է լինելու հարցն է դրվում։ Լավ, ուրիշ կերպ ասեմ, որ այդ մեծ բանից դուրս գանք, ասենք ֆիզիկայի բնագավառից, գոյության գրանցումը, չէ՞, այդ մասնիկի գոյության գրանցումը, ինչքան է պետք ձեզ գրանցում, որ մի բան համարվի, որ կա։ Այսինքն այրերուն հետ կապ չունեցավ, ու կապ ունեցավ ուղղակի իմ հարաբերականություն ոչացից է։ Մեր իմացությունը, մեր աշխարհի իմացությունը էապես հարաբերական է այդ իմաստը։ Ուրեմն ավազի։ Ճիշտ այդ դիսած օրենքով է, որ ֆիզիկայի օրենքն է, բայց այսինքն ֆիզիկայի մեջ չենք, աշխարհի իմացության մեջ ենք։ Որ հարաբերականը շատ բարձ պատճառովն է, որ սի մեկ նախադասությամբ քաղաքնիկի գիտություն, ամեն ինչի կա գիտությունը կա, քաղաքնիկին գիտությունն կա, բայց ոչ թե իբրև քաղաքնիկ։ Այն բաղում, երբ որ քաղաքնիկը կբարձես, կդարձի քաղաքնիկը լալ է, ուրեմն չկա քաղաքնիկի գիտություն, որպես քաղաքնիկ։ Եվ այդ ֆիզիկայի օրենքին բանն է, թարգմանությունն է այս աշխարհամացության ռետորիկա կա, որը գաղտնիքի գիտությունն է, որպես գաղտնիք իստում է, ինչ-որ դուք այդ ինքած բերդի իշխանուհու թեման, երբ որ զավակները գերեվարողի սիրահարվում են իրան, դա գաղտնիքի գիտությունն է, իբրև գաղտնիք է սիրահարացնելը։
այդ էներգիան, որով այդ լուսավորությունը, որով այդ կինը գրավում է այդ զավակներին ճշնամու, հենց գաղտնիքի գիտությունն է իբրև գաղտնիք։ Լևոն Շանտ ինգած պետք է չեմ գնալու երևի, բայց պետք է մտածեմ, երկրորդ անգամ որ գլսեմ որ այս կապերն է, հմայելը որպես գաղտնիք, բայց այսինքն ուզես կորպաստել, որ մեծ օրինակով մը, որ սխալ բան մգսեմ։ Չէ, ուղղակի ոլորտն է փոխվում, գիտությունից դուրս է այդ։ Բայց հարաբերականության պրինցիպը որոշակի ինչ սահման կարող է խախտել, այնքանով որքանով ֆիզիկայի այդ օրենքը ռելատիվիտեի ասում է անեկդոտիկ օրինակով ասեն, պատկերացնում ենք, որ լուսկու ատիկը դուքն եք կսում, գրակ է վարվում և հակավարվում ենք անում, դուքն եք կսում լուսկու ատիկին, նորից գրակ է վարվում։ Հարաբերականության կերծությունը մոտարապես այս խաղն է, դիստվում է։ Ես ուզում եմ բանից մի հատ ժամանակակից արվեստից օրինակ բերել, իրող իրավիճակից, ավելի շուտ ժամանակակից արվեստի արտադրանքից։ Այսօր երբ որ նայում ժամանակակից արվեստի արտադրանքների, շատ հաճախ չենք հասկանում, մենք գործ ունենք իր հետ, բուն առարկայի հետ, թե իր փաստաթղթի հետ, այսինքն իր ներկայացման հետ։ Եվ մի անգամ եմ ասել, մի կոլեգա ունեմ շատ այդպես հռետորական սրբազան հարց է տալիս։ Այս աշխատանքը աշխատանք է, թե դոկումենտ, այսինքն արվեստի ստեղծագործություն է, թե փաստաթուղթ, այսինքն ֆիքշն է, թե այդպես նկատի ունեմ, որ կարծեմ Դերիդան ինչպես նկատեցին շատ աշխատել այդ խնդրի վրա, ցույց տալու համար, որ փաստաթուղթը ինքնին փաստաթուղթ չի, այսինքն շատ կարևոր է հասկանալ այդ ժամանակակից մտածողությունը, արվեստը թույլ է տվել արդեն հասկանալու, որ փաստաթուղթը եւ ստեղծագործությունը մեկ միասնություն են դասում։ Փաստաթղթի մեջ արդեն իսկ դրված է ստեղծագործություն։ Եվ եթե այս պահով այսպես մոտենանք փաստաթղթի հասկացողությանը, ապա այդ արխիվ ախտի խնդիրը կարծես թե կախվում է օդի մեջ։ Եթե փաստաթուղթը ինքնին ստեղծագործություն է, ուրեմն նրա այսպես ասած դասակարգումը, դասավորումը, արխիվավորումը պիտի ելնի ուրեմն գեղարվեստական ստեղծագործության դասակարգման արխիվավորման կանոններից ելնելով ավելի շուտ, քան թե մի բանի նյութի առարկայի, որը որ պատմաբանների ուսումնասիրության առարկան է։ Բայց տեսնեք, թե արվեստագետներն արդյոք այսպիսի հարցերում պիտի մոտենան, թե որքան խորհուրդ դժվար եւ կարեւոր հարցերու դիմացեն, չէ՞։ Եվ որպեսզի վերաբերենք իջարացի արվեստագետը այսօր պետք է բերե ոչ թե իրականությունը, այլ իրականության արձանագրության միջոցները, որպեսզի դիրապետենք, եւ որպեսզի ուրեմն չդիրապետվենք եւ այլն, ուրեմն քաղաքական բաններ երևում, չէ՞։ Կուսածը դալ այլ ուրիշ մեկ անկրվանի։ Բայց այս տասախոսություններում դժվար գոմ այս է, չէ՞, որ ես իմ բանականությունս է ծովով մայն, որ ես ինձ դրի ծովով դարենալ այս 4 եզրերը, 4 ճապունները ձնել կովկովի, մեկ էլ մյուս անցնել և արխիվի օրենքը պանացևել և քիչ մնա Վալդե Բենյամինի մասին խոսի, գարձեմ առաջինն է, մոդավորապես Վալդե Բենյամինը, որ խորհուրդ բաները սած է, այս հարցերում շուրջ բայց կարելի է անցին է լավանավոր բաները սել, որ ես դեղյակ չեմ, չէ՞։ Այլ դիալետ։ Բան պատմեմ ուղղակի Ներողություն, արվեստի գործը չես կարող ասել, դոկումենտացնես։ Ուրեմն դա արվեստի գործ է։ Իսկ դոկումենտը կարող ես արվեստի գործ սարքել։ Խոսքի է սանցումների մասին։ Ժամանակ գիտակցի փոշի հասնի, պրոբլեմից է։ Այս արվեստի, ժամանակակից արվեստի գործերի մի զգալի քանակությունը այսօր իբրև դոկումենտներ է, ուրիշ բան կրող չկրիչ չունեն։ Չէ, այդ օրինակներ կան։ Արվեստի գործ դոկումենտ չի կարող դառնալ։ Որտեղ արվեստի գործը որևէ բան չի դոկումենտացնում, փաստ է,
պատմական դեպքեր դրանով զբաղվում է գիտություն կամ մատուցություն, մատուցման օգտություն բաներ անում որն է իր աշխատանքի իմաստը, արվեստի, եթե մի բաներ անում գիտության, փիլիսոփաները բան, ֆիզիկայի մասնագետները ինչ-որ բաներ ացնում։ Այստեղ էր, որ մենք մտնում ենք մի ուրիշ զգացողություն, զգացողություն։ Արվեստը զգացողություն է, ոչ թե դատողություն, որպեսզի փաստեր արձանագրի, զգացողությունից ո՞նց է արձանագրում։ Զգացողություններով ինքնասեր, այսպես կարող է ասել, ու ինչպես ինքնասեր, անգնարում մի բան, կամ գաղտնիք է, սա գաղտնիքն է, որը անհետանում է, հենց դարձնում է սպաստ, այսինքն այդ օրինակը ռեցիկների անհետացման այլն տարագիրն է, թե ոնց է արվեստ անհետանում, երբ նրան փաստադրում ես։ Մութը դա է, մութը արվեստի տարածությունն է, այսինքն էնիգմատիկ է։ Այս ան ցուցադրումի մասին է, ոչ թե փաստի վերածելը։ Ազարեթը ասում է, որ փաստի վերածելը ինքը արվեստի ակցիա է, ինքը է ասում։ Չէ, կամ ուրիշ արվեստ, երևի արվեստ դարձնել արվեստ մեջ է ունի։ Երևի ուրիշ արվեստ, որ հաստարակության մասնասիրի դարձնել, զգալի դարձնել, այդ իհարկե կա է։ Չէ, ուղղակի արվեստ Հասկանաս, Վալդա Բենյամինին եթե հավատանք, 19-րդ դարում ընթացքին շրջափոխությունը եղած է արվեստի պարզ, արվեստի իմաստի շրջափոխությունը, որ ժամանակաշրջանը չի արձանագրած, դարիներ, դասամյակներ պետք եղած են, որպեսզի այդ փոփոխությունը, ասենք արվեստի ավանդական իմաստին փոփոխությունը ընկալվի ձևով, նոր միջոցներով եւ այլն, եւ այսօր է գսել Վալդա Բենյամին, այսօր միայն է որ այդ փոփոխությունը ընկալվի, որովհետեւ ուրիշ տեսակի արվեստներ կան, որոնք իրենք արվեստի անունը դբան չեն, լուսանկարչություն, ֆիլմ եւ այլն, եւ որ ցույց կտան, որ այդ ավանդական իմաստը արվեստի եւ իրականության մեջ արդեն իսկ հոն թարմարած փոխված էր եւ այսօր միայն դարձանական այդ փոփոխությունը։ Վիոլետ, գնես, Վիոլետ։ Մի քիչ ես կարող եմ շարունակել, ես թվում ես ուրիշ բան էի ասելու։ Չէ, ասա, կասելիք ասա, որտեղ է ոչ։ Որովհետև բան պատմեմ, կամ մեն պատմեմ։